Ողջույն սիրելի ընկերներ, շնորհակալ եմ, որ միացել եք ինձ կամ հետո կմիանաք եւ կլսեք այս լայվը։ Ինչպես արդեն խոստացել էի, լայվի մի ընթացքում խոսելու եմ Աննա Հակոբյանի վերջին օրերի այս հետաքրքիր ակտիվության մասին։ Նաև իմպիչմենտի գործընթացի հետ կապված որոշ հետաքրքիր զարգացումներ եղան անցած շաբաթվա ընթացքում։ Նաև այդ Նարեկ Մարյանն ու Էդգար Ղազարյանների հարցազրույցներ ունեցան, կփորձեմ դրանց ընդհանուր գծերով դրանց անդրադառնալ։ Սկսենք առանց ժամանակ կորցնելու սկզբից առաջինից Աննա Հակոբյանի վերջին շրջանի ակտիվությունից, որը կարծում եմ չափազանց հետաքրքիր պետք է լինի թե դրա պատճառները, թե բովանդակությունը։ Ուրեմն, եթե նկատեք, երեկվանից սկսեց, եթե չեմ սխալվում, առաջ ինքը եկավ ուրբաթ օրն էր։ Ուրբաթ օրը այսպես մի հայտարարություն արեց որոշներին, որ իր մասին քննադատական հոդվածներ են գրում կամ հարցազրույցներ են տալիս կամ մեղադրանքներ են ուղղում, տխմարներ անվանեց, հիմարներ անվանեց եւ այդպես շարունակ։ Իսկ հետո եկավ արդեն սկսեց հատ անվանապես որոշ պես ասած շեր անելով պատկերներ բաներ այդ ուրեմն գրառումներից դրանց արձագանքել եւ մինչեւ այսօր է շարունակվում տխմար կոչել, ոչիտ կոչել, իմ մանրամասնությունն չեմ ուզում անդրադառնել անիմաստ է, իմ հետաքրքիր է որ ուրբաթ օրվա իր այդ գրառման առաջի համարը ես էի, որտեղ խոսել էի դրանից մեկ օր առաջ, հիմնականում խոսել էի այն մասին, որ իմ քայլ հիմնադրամ, որը գրանցված է Միացյալ Նահանգներում 2019 թվականից, Հայրիկ Այկեջի հետ հարցազրույցում էի այդ մասին խոսացել, կասկածներ է հայտնել, իհարկե սա կասկած չի, սա հիմնական ապացույցներ են հրապարակեցի հետո, որ մոտավորապես 2019-ին 4 միլիոն, 2020-ին 2 միլիոն դոլար գումարներ է հայտարարել, լինքերը դրեցի, պատկերները կա, կարող եք ինքներդ գնալ տեսնել, որ այդպես ասած սուտ բան չի տարածվել, այսինքն հիմնականում սխալ բան չի ասվել, եւ հիմնականում դրանք բոլորը ճիշտ են եղել, ապացույցները կա եւ հետո այդ նույն լինքերի մեջ կա կողքերում տեղեր կա, մի քիչ այդպես որ պետք է կարող եք տեսնել, որ այդ գումարները բոլորը վայր է եղել եւ եկել է փոխանցվել է ուրեմն Հայաստան, ամբողջ հարցն է որ բացատրու տրվի ժողովրդին, որ այդ մոտավորապես 6 միլիոն 7 միլիոնի շուրջ հաշվող գումարը, որ Միացյալ Նահանգներում հավաքվել է, նախ ինչպես է հավաքվել, ինչու միանգամից 2019-ին 2020-ին այդպիսի գումարներ կարողացան հավաքել, իսկ ասեն 2020 թվականից հետո մոտավորապես նայեք 2021-ի ուրեմն իրենց հարկային հայտարարումը կա 2022-ին կա, 2023-ին կա, 2024-ին դեռ չեն հայտարարել, որտեղ ժամանակ ունեն։ Նայում եք, տեսնում եք գումարները անհամեմատելիորեն միանգամից նվազում են $10,000, նույնիսկ 10,000-ից էլ ավելի քիչ գումարների, ինչ կատարվեց այդ 2 տարվա ընթացքում, ինչ որտեղից եկան այդ գումարները, հետո այդ գումարները եկել են Հայաստան, ինչ է կատարվել։ Սրանք միայն հարցումներ ա, որոնք ուղղվել է եւ չեմ կարծում այդտեղ պիտի պես ասած հիմային այդքան վիրավորվեր հարցումներ տալուց, քանի որ իրենք ասել են բաց են, որ եթե կոռուպցիա չկա իրենց մոտ, կարող են շատ հանգիստ հայտարարել եւ ասել թե օրինակի համար այս գումարները այստեղից է եկել, այս նվիրատվություններն ա եղել եւ այստեղ էլ ծախսվել է։ Եթե նայում եք իրենց սկայքի մեջ, տեսնում եք լիքը անանուն նվիրատվություններ կա, հայտնի չի ովքեր են այդ անանունները, Ինչ գիտեմ, կարող է ազգությամբ մեզ հետ շնամի մարդիկ լինեն այդ նվիրատուները ինչ-որ ձևով գումարներ են փոխանցել, ամեն դեպքում չեմ ուզում հիմա կասկածելի բաների մեջ մտնել, որոնց հիմնավորումները չունեմ։ Բայց հետաքրքիր է, որ բոլորին պատասխանել էր եւ միայն իմ գրառմանը չի անդրադարձել, իր թիվ համար 1 տխմարին չի անդրադարձել, հավանաբար այդ փաստերը, որ ես հրապարակեցի հետագային նույն օրը ուրբաթ օրը ավելի ուշ շատ հստակ էին եւ այդտեղ ոչ թե կասկած չէին թողնում, որ առնվազն իմ ասած մյուսները այսպես շշուկներով կամ վիրավորանքներով, մեղադրանքներով են խոսում, գոնե իմ դեպքում այդ կասկածները, որ ես դրել էի, շատ հիմնավոր են, ապացույցները կա եւ այս ապացույցներով եմ խոսացել, ինչպես միշտ եւ երբևիցե առանց ապացույցների չեմ խոսում։ Եվ այն բաները, որ Հայլիկ Այկեջի հետ հարցազրույցի ժամանակ ասել էի, շատ այդպես արագ ասեմ, որ օրինակի համար ինչպես է լինում իր հիմքայլը հիմնադրամի ֆինանսական տնօրենը միանգամից դառնում է ՀՄԿ-ի Միացյալ Նահանգների մասնաճյուղի գործադիր տնօրենը այդ ինչպես է լինում որ երկուսը նույն հասցեի մեջ են գրանցված ամեն ինչ եթե դնենք մի կողմ հենց դա կոռուպցիա է համարվում եթե պետական մեկ հատ կառույց Միացյալ Նահանգներում գրանցվում է ասենք այս նույն հասցեի վրա որը ասենք Աննա Հակոբյանի Մքայլ հիմնադրամն է գրանցված սրանք բոլորը կոռուպցիայի այդպես հիմքեր են իրենց մեջ պարունակում առնվազն միջև այն ժամանակ երբ հիմնավոր բացատրություններ դրանց տրվի Իսկ եթե նման ակտիվություն է ցուցաբերում նման հայտարարություններից Աննա Հակոբյանը վիրավորվում, դա կարելի է մեկ ենթադրություն անել, որ այս մարդիկ ունեն խոցելի մի կետ, իրենց ինչ որ ասում ես թու, դավաճան ինչ որ ասում ես, համարներ նշանակություն չունի, բայց կոռուպցիայի մասին որ խոսում ես, ուղղակիորեն սկսում են վրդովել, որտեղ այդտեղ դա իրենց ամենաթույլի կետն է, քանի որ այդ թույլի կետի միջոցով են կարողացել ժողովրդին միջև այսօր խաբել, հիմա էլ տեսնում եք շարունակաբար փորձում են խաբել առաջիկա ընտրություններին ընդառաջ
Եվ եթե այդ մասին բացահայտումներ ա կատարվում, այդ մասին խոսվում, արդեն այս մարդիկ սկսում են վիրավորվել, սկսում են վեր թռնել, ինչպես Նիկոլ Փաշինյանի պարագային տեսակ ազգային ժողովում ինչպես վեր թռավ, կամ հետո ազգային ժողովի վերջին շրջանի այդ նիստերը։ Հիմնականում դա է, երբ այս մարդկանց բզբզում ես, իրենց հիմնական դեմքը պատրվում է ու մի տեսակ կարծես այդ իրենց շպարված, այդպես գեղեցիկ դեմքը դուրս է գնում, մենք տեսնում ենք նույն այն Աննա Հակոբյանը, ինչ ասենք միջև հեղափոխությունը կար, կամ հեղափոխության բեմի վրա այդ խոճուճ մազերով, այդպես փնտի դեմքով, իրենց տունը, իրենք այդ արդեն Երևան գալի եւ կարողանում ես արդեն իրենց իսկական կերպարը այդտեղից տեսնել, որ իրապես իրանք այդ են, այսինքն որ հիմա է ներկայացնում իրենց շպարված դեմքն է, պատրվումը տակում իրենց իսկական դեմքն եք տեսնում։ Եվ ես խորհուրդ կտամ, որ մինչև ուրիշներին կրթելուն անցնելը, նախ սկսեն իրենք իրենց կրթելուց, երբ դու նախ եթե ուզում ես ուրիշին կրթես, առաջ ինքդ պիտի քեզանից սկսես, երբ դու կրթվեցիր, հասար մեկ մակարդակի, նոր հետո իրավունք ունես ուրիշներին կրթելու մասին էլ խոսել։ Իսկ հիմա շատ հետաքրքիր է, որ այս մարդիկ աշխարհում գրեթե միակ ղեկավարներն են այս երկուսը, Աննան եւ Նիկոլը, որ ոչ միայն քարոզարշավ են իրականացնում ուրիշների փողերով, այսինքն այդ իմ կրթվելը նորաձև է այդ միջոցառումը, որ կազմակերպել է, այսօր էլ կար վերջի շաբաթների մեջ անում են, դե բոլորիս համար արդեն բացահայտ է, որ դա քարոզարշավը իրենց անձի համար իրականացված քարոզարշավ։ Հիմա շատ հետաքրքիր է, որ իմանանք այդ ամբողջ քարոզարշավը իրենք իրականացնում են Իմ քայլը հիմնադրամի գումարներով, այսինքն Իմ քայլը հիմնադրամի մարդիկ գումարներ են նվիրաբերել, որպեսզի դրանք օգտագործվեն, այսինքն բժշկության օգնություն տրամադրվի մարդկանց, հաշմանդամներին օգնություն տրամադրվի, դպրոցներին, կրթական, մշակույթի տարբեր ոլորտներում օժանդակություններ տրամադրվի, բայց մարդուկին դա վերցրել եւ իրենց համար քարոզչական միջոցի են վերածվել, այդ գումարներով քարոզչություն են իրականացնում եւ հիմա ծիծաղալի է, որ աշխարհում թարապես ընտրական քարոզարշավները, որ իրականացվում, այդ մարդիկ իրենց գրպանից գումար են ծախսում, այսինքն գումար է ծախսում, շտաբ է ստեղծում, քարոզչական միջոցներ է ստեղծում, սկսում ես ընտրարշավ կազմակերպել։ Այս երկուս աշխարհում միակ ղեկավարներն են, որ ոչ միայն իրենց գրպանից գումար չեն ծախսում, այլ ընդհակառակը դրա վրա նաև գումարել են աշխատում, այսինքն թե քարոզարշավ են իրականացնում ուրիշի գումարներով, թե դասքում նաև գումարել են աշխատում։ Սա բացառիկ երևույթ է աշխարհում, որ այս մարդիկ իրականացնում են։ Ինչու եմ սա ասում, որտեղ հիմա եթե մի անգամ չգիտեմ ասել եմ թե չեմ ասում, նույնիսկ կրկնեմ, եթե ասել եմ կներեք, օրինակ այդ շոուերը, որ կազմակերպում են կրթել են նորաձև մարզից մարզ են գնում, քաղաքից քաղաք են գնում, դերտեղ եթե Աննա Հակոբյանը մոդերատոր չլիներ, Նիկոլ Փաշինյանը բանախոսը չլիներ, պիտի մեկին գումար տային, գար այդտեղ նստեր այդ մոդերատորի աշխատանքը կատարել, հավանաբար դոլարով են վճարելու իրան։ Մեկին էլ պիտի գումար վճարեն, դրսից բերեին կամ այստեղ, ասեն եկ այստեղ մի հատ մեզ համար բանախոսություն կատարա, այդ էլ գումարը։ Հիմա այդ գումարն էլ իրանք դնում են իրենց գրպանը, մեկը մոդերատոր է կանգնում, մեկը բանախոս է կանգնում, այսինքն ոչ միայն ուրիշի գումարներով քարոզարշավ են իրականացնում, այլ մի փող էլ դրա վրա աշխատում են։ Սա Ժուլի Կուչյան, կասեմ, բացառիկ երևույթ է, որ կարելի է աշխարհում, այդպես ասած, եզակի դեպք է, որ մեր մոտ դժբախտաբար Երևան է եկել այս մարդկանց միջոցով, աշխարհում մանգակ իրան նմանը չի կարողանալ գտնել եւ կարծում եմ, որպես մի հատ այսպես ֆենոմեն կարելի է դա նկատի ունենալ եւ տարածել։ Ես կտամ Աննայի բաժնին այդքան ավարտեմ, որտեղ անիմաստ է մարդկանց մասին սրանից ավել խոսալը, արդեն ամեն ինչը դուք տեսնում եք, բացահայտ է ձեզ համար եւ հենց այսքանով կարծում եմ սահմանափակվեմ, ասեմ իմ ամենասիրելի թեմային եւ դա impeachment-ն է, Նարեկն է, Էդգարն է, որ վերջի օրերին հետաքրքիր ակտիվություն ցուցաբերեցին եւ հետաքրքիր կերպով ես գրել եի այդ մասին, իրենք մնացին իրենց քարոզչության իրենց նախաձեռնության տակ, քանի որ չէին պատկերացնում գուցե այդպիսի մի ընթացք ստանալու իրենց նախաձեռնությունը եւ հիմա փորձում են ամեն կերպ դրա տակից դուրս գալ, մի կերպ այդպես ասած բացատրել, արդարացնել, ուրիշ ելքեր առաջարկել։ Հիմա քիչ հետո խոսեմ ինչ եմ ասում եւ մի տեսակ ես կարծում եմ այս թեման պիտի փակված համարել, որտեղ տապալված արդեն գործընթաց համարվում այդ ամեն ինչով, որ այս շաբաթվա ընթացքում Հովիկ Աղազարյանի, Հակոբ Աստանյանի եւ Էդմոն Մարուկյանի միջոցով տեղի ունեցավ, ուղղակիորեն իրենց գործընթացը տարեց դեպի փակուղի եւ խայտարակվեցին եւ պարզ դարձավ որքան անլուրջ է այս գործընթացը, հենց այն անլրջությունը, որ Հայաստան դաշինք առաջի օրվանից այս մարդկանց ասում էր ախպերներ, անլուրջ է ձեր գործողությունը, մի սկսեք տակը մնալու եք, այս մարդիկ չէին հասկանում ինչ են ասում։ Եվ հիմա տեսանք որքան անլուրջ է այս գործողությունը, հիմա կբացատրեմ ինչպես են այս մարդիկ մնացել իրենց կատարած իրականացած նախաձեռնության տակ եւ չեն կարողանում դուրս գալ եւ չեն էլ կարողանալու դրա տակից դուրս գալ։ Ես
Սկսեմ Էդգար Ղազարյանի մի քանի հայտարարություններին անդրադառնալ, հետո այս նախաձեռնությանը կանդրադառնամ, կարծում եմ դա իրեն ասեմ բավական բաներ եմ այստեղ գրել, չգիտեմ կհասնեմ բոլորին անդրադառնալ, հույսով որ մի բան բաշխեմ թողնի, որտեղ խառը հենց այսպես հարցազրույցները, որ լսել եմ գրառումներ եմ անում, Երանի ժամանակ լիներ նրանցից յուրաքանչյուրի հարցազրույցին այսպես առանձին անդրադառնալ, քանի որ ամեն մեկ նախադասությունը 1 րոպեն կարելի է լսել, հետո դադարեցնել, հստակ կերպով դրանց պատասխանել, բայց դե կարծում եմ անշնորհակալ գործ է այդ մարդկանց լսելը կամ ընդհանրապես բաց արտարացնելը, որ ժամանակ վատնել է համարվում։ Իդեպ լսեցի միտեղ էլ Էդգար Ղազարյանը ասել ասեմ գնամ առաջ հետաքրքիր, որ ասում է, հա Ռոբերտը նստում է իմ հարցազրույցները լսում է, արձագանքում է, ասորիստները լսում է, արձագանքում է, եւ այնպես է վերագրել, որ ինքը այնքան կարեւոր բաներ ասում, որ մենք համարժեքավոր բաներ ասում, որ մենք պարտավոր ենք նստենք դրանք լսենք։ Չես երես, այդպես խնդիրը այդտեղ չի, խնդիրը ես այսպես բացատրեմ, որ դա իմ աշխատանքն է, ցավոք սրտի ուզեմ չուզեմ, պարտավոր եմ այդ հարցազրույցները նստեմ, ասուլիսները պարտավոր եմ լսեմ, քանի որ եթե պիտի կարողանամ ձեզ պատասխանել, ամեն դեպքում պարտավոր եմ այդ ծանր աշխատանքին վրա վերցնեմ։ Իհարկե, երբեմն չեմ խոստովանեմ, որ արագացված անցնում եմ, եթե միտեղ ուզում եմ որ ուշադրություն այդ կարևոր բաներ եք ասում, դրանք եմ մի քիչ այդպես ավելի ուշադրությամբ լսում։ Բայց հիմա գիտեք մեր աշխատանքը, որ վերլուծաբաներ ու մի աշխատանքին է նման, այդ լաբորատորիաներում աշխատող այդ անալիզները ստուգող մարդկանց նման է, դա մենք պարտավոր են այդ մարդիկ ինչ են անում, ուրիշների, այսպես ասած, անալիզները ստուգում են, որպեսզի կարողանան ախտորոշում անել։ Մենք էլ ձեր, այսպես ասած, այդ հիմարությունները, որ դուս եք տալի, պարտավոր ենք նստենք, լսենք, որպեսզի ախտորոշում տանք, հասկանանք ձեր հիվանդությունը որն է, ձեր փորացավը որն է, ձեր գլխացավը որն է, որպեսզի կարողանանք ժողովրդին ասենք, ժողովուրդ այս մարդիկ այս հիվանդությամբ են տառապում, այս գլխացավն ունեն, այս փորացավն ունեն, հետաբար այդպես չի, որ մենք պարտավոր ենք կամ սիրելով ենք նստում այդ ձեր հարցազրույցները լսում կամ հետաքրքրությամբ ենք լսում, մեկը պարտավոր ենք որպես վերլուծաբան կամ որպես քաղաքական գործիչ կամ հասարակական գործիչ հետևող այս հարցին լսենք, որպեսզի կարողանանք իմանանք ինչ եք ասում եւ դրանից հետևություններ անելով, բացահայտումներ անել, որ հիմա դրանց մասին ես հիմա կխոսեմ դրանց մասին, կտեսենք, որ ինչքան հետաքրքիր բաներ կա իրենց այս վերջին առնվազն 2 հարցազրույցների ժամանակ եւ խոցելի կետեր, որոնք մի տեսակ բացահայտում են իրենց իսկական էությունը, թե ինչ են ուզում ասել։ Ուրեմն վերջին 2 իրենց հարցազրույցների ժամանակ, դե գիտեք, Էդգար Ղազարյանը ուրեմն վերջի շաբաթվա ընթացքում փորձեց հանդիպումներ ունենալ ԿՊԱ-ականների հետ, գնաց ազգային ժողով, փորձեց հարցազրույց, ասած, հանդիպումներ կազմակերպել եւ այնտեղ բացատրել թե ինքը ինչու է, այսինքն այդ նախաձեռնությունը սկսել, ինչ նպատակ կա հետապնդում, ինչ հիմնավորումներ ունեն եւ ընդհանրապես մերժվեց ԿՊԱ-ականների կողմից, որից մեկը իրեն պատրաստ չեղավ այնտեղ հանդիպել, եթե չեմ սխալվում, հանձնաժողովներից միայն մեկի падգավոր անդամներից մեկը հանդիպեց, որ իդեպ դա էլ Հայաստան խմբակցության падգավորն, եթե չեմ սխալվում, Արմեն Ղազարյանն ու անունը ճիշտ ասեմ, միայն այդ հանդիպումը կայացավ, բոլորը մերժեցին իրեն եւ չհանդիպեցին։ Հիմա իրենք հարցազրույցից հարցազրույց գնում են, լայվից լայվ, թե Էդգարը, թե Նարեկ ասում են, դե դրանք ես իշխեմ ազգային ժողովում կուրկուրի ձակ էին գտնում, բայց հիմա գալիս են Էդգարի առաջ փախնում են, որտեղ պատասխան չունեն Էդգարին տալու, չգիտեն ինչպես Էդգարի տեսակետների առաջ դիմադրեն Էդգարին պատասխան տան։ Ես չգիտեմ ինչու են ԿՊԱ-ականները Էդգարի դիմացից փախնում, պատասխան չեն տալու, այդ չեմ խորամ, դրանց պաշտպանը չեմ, բայց միշտ շատ հետաքրքիր է, որ նույն ձևաչափով ես էի Էդգարից խնդրել, որ երբ հանրային քննարկման դնենք այս թեմաները, խոսենք իմպիչմենտի գործընթացի մասին, բացատրենք, դու քո պատճառները բեր, ես էլ իմ պատճառները բերենք, որպեսզի հանրությունը հնարավորություն ունենա ամեն ինչին տեղեկանալու։ Այն մարդիկ, որ քեզ են միայն լսում, քո պատճառներն են լսում, նաև հնարավորություն ունենան իմ տեսակետները լսել, նաև նրանք, ովքեր ինձ են լսում, որ շարունակաբար քեզ քննադատում են, նաև գուցե քեզ առիթ ունենան այդպես լսելու, եւ մարդիկ իրենք կարողանան որոշում կայացնել, մի հատ այսպես առողջ քննարկում լինի հանրային կերպով, բաց, որպես այս թեմաները քննարկենք։ Բայց ինքը այնպես որ ԿՊԱ-ականներ իր դիմացից փախան, ինքներին դիմացից փախավ, համաձայն չեղավ, որ գա այդպես ասած հանդիպի հանրային քննարկում ունենա այս թեմայի շուրջ։ Ես էլ նույն տրամաբանությամբ, որ ինքն ասում է վախեցան, արդարացի պատասխան չունեն ինձի տալու, այնքան պին դեր իմ տրամաբանությունը, որ իրենք գիտեին չէին կարողանալու դիմանալ փախան, հիմա ես էլ նույնն եմ ասում, որ Էդգար Ղազարյանի դիմացից փախա, որտեղ այնքան հիմար է իր տրամաբանությունը, որը ներկայացնում է թե սահմանադրությունից, թե ուրեմն ազգային ժողովի կանոնակարգից, որ ընդհանրապես իմ փաստարկների դիմաց դիմանալ չի կարող եւ գերադասեց ընդհանրապես հանրային քննարկման չկա, պատճառաբանելով դե ես ոչ չեմ կարող
ամեն մարդկանց հետ նստել քննարկում անել հատ քանի միլիոն մարդու պատասխանել։ Հիմա ինքը այդ քանի միլիոն մարդու փոխարեն նստման նամակ է գրում ազգային ժողով, պահանջատեր է լինում, նույնիսկ ընտրություններին չմասնակցած չլինելով եւ ձայն տված չլինելով, այդ ազգային ժողովին ընտրած չլինելով, իրեն դրել է այդ ամբողջ ժողովրդի ներկայացուցիչ տեր, բայց հիմա այդ ժողովրդից մեկին պատրաստ չի գա, այդպես ասած, առողջ քննարկման մեջ մոտի, բայց փոխարեն հետո հերախոսումը իդեպ այդ Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի հետ հարցազրույցի ժամանակ ինքն էլ խոստովանեց, որ ինձ հետ հեռախոսազրույց է ունեցել, ես դրան այսօրվա լայվի ավարտին եթե հիշեմ, ապայման այդ դրան էլ կանդրադառնամ այդ լայվի այդ մեկ հատվածին, քանի որ այդտեղ մի հետարքի բաներ կար, ուզում եմ դրանց մասին խոսել։ Ասածս որն է, որ հենց այնպես որ ԿՊԱ-ականներ Էդգարի առաջից փախան, Էդգարը իմ դիմացից փախա եւ պատրաստ չեղավ, որ գա նստի այս թեման հանրային կերպով քննարկի։ Ինչու եմ ասում, իմ բերած փաստարկները ուժեղ են եւ հիմնավոր են եւ Էդգարը պատասխան չուներ դրանց տալու համանadrական եւ իրավական առումով։ Պատճառը հետեւյալն է, հիմա բացատրեմ ձեզ ժողովուրդ, եթե լսեք հետարքի կերպով, ուզում եմ անպայման ուշադիր լինեք սրանից հետո իրենց հարցազրույցներին եւ հիշողությամբ հիշեք իրենց վերջին շրջանի կամ նախկին հարցազրույցները։ Սրանք ինչ էին ասում եւ հիմա ինչ են ասում։ Այն սկզբնական շրջանում, որ սկսեցին այս գործընթացը բացատրել ժողովրդի համար, սկզբից մինչև վերջն էին բացատրում, այսինքն ստորագրահավաքից մինչև նախաձեռնության ազգային ժողով մտնելը, մինչև հետո քվեարկությունների փուլը, հետո Նիկոլի հեռանալ եւ ամբողջ գործընթացը մեկտեղ ներկայացնում էին իրավական առումով քննարկում էին։ Հիմա այն բանից հետո երբ ես սկսեցի ակտիվորեն այս թեման քննարկել, որ ազգային ժողովում հնարավոր չի նման մեկ նախաձեռնություն անցկացնել եւ միտեղ ազգային ժողովում դուք բախվելու եք պատի, Նիկոլ Փաշինյանը 1001 հնարավորություն ունի դա կասեցնելու համար, հիմա քիչ հետո կանդրադառնամ, որ ինչպես Հովիկի եւ Հակոբ Ասլանյանի եւ Էդմոն Մարուկյանի միջոցով կասեցրեց, այդ ամենը նկատի առնելով ես բացուցել եմ, որ հիմնականում այս գործընթացը անիմաստ է սկսել։ Եվ հիմա նկատեք իրենք այդ երկրորդ մասին այլևս չեն անդրադառնում։ Նկատած կլինեք հավանաբար։ Մի հատ խնդրում եմ ուշադրությամբ նայեք։ Հիմա արդեն մի տևական ժամանակաշուրջ 1 ամիս է, միայն խոսում են առաջի բաժնի մասին։ Խոսում են այն մասին, որ ստորագրությունները հավաքենք, սկսենք գործընթաց, մի հատ վարչապետության տեխնացու գեներացնենք, դա համաձայնության եկեք, հլա չենք տա ազգային ժողով մինչև ստորագրությունները չհավաքվի։ Այն երկրորդ բաժնի մասին, որ պիտի գնա ազգային ժողով, այլևս էլ չեն խոսում, քանի որ գիտեն, հավանաբար իմ բացատրություններից եւ իմ նմանների բացատրություններից հետո այդքան էլ չմեծամտանամ ասեմ միայն իմ պատճառով է եղել, իմ նմանների բացատրությունների պատճառով հասկացա, որ երկրորդ բաժին իսկապես խոցելի է, այդտեղ իրենք պաշտպանվելու որից է բան չունեն եւ մենք ճիշտ ենք ասում։ Եվ այդ ամբողջ իրավական բացերը գոյություն ունի այս նախաձեռնության իրականացման մեջ իմպիչմենտի եւ իրենք տեղ չեն հասնելու։ Ում այդ երկրորդ բաժինը վարպետորեն թաքցնում են, էլ չեն խոսում դրա մասին, միայն առաջի բաժնի մասին են խոսում, որը հիմնականում հենց իրենց իսկական նպատակն է եղել սկզբից։ Այսինքն իրենց հիմնական թիրախը եղել է հենց առաջի բաժինը, բերել գործընթացը հասցնել մինչև մի ինչ-որ վարչապետության տեխնացուի գեներացում, որ իրենց ուզած մարդը կլինի, հավաքել ընդդիմության ստորագրությունները դրա տակ եւ հենց այդ գործընթացը պիտի ավարտվեր, որտեղ իրենց հիմնական նպատակը դա է եղել, որ իրենք կարողանան մեկի կեղծ կերպով, արհեստական կերպով ընդդիմության ուրեմն տեխնացու նշանակել։ Երկրորդ բաժինը կարևոր չի եղել։ Հիմա իմ ասածն ինչ է ժողովուրդ ջան, էսա որ այս գործընթացը impeachment-ը երկու հիմնական բաժիններ ունի։ Մեկ այդ առաջին փուլն է նախաձեռնությունն է, որը սկսվում է ստորագրություններ հավաքելուց 36-ած ստորագրություն պիտի հավաքվի մինչև ազգային ժողովի նախագահին ներկայացվելը, սա առաջին փուլն է, որ պիտի կատարվի, երկրորդ փուլը արդեն սկսվում է 48 ժամ անց եւ չի պիտի 50 ժամից էլ անցնի, որը լինում է իրավական քննարկում արդեն ազգային ժողովում, այդ ազգային ժողովի կանոնակարգով քննարկումն է, որի մասին ձեզ համար բոլորովին, եթե նկատած լինեք, Էդգարը չի բացատրել, թե քանի րոպե քննարկում լինում, քանի ժամանակ քննարկում լինի, քանի օքի պիտի գան ելույթներ ունենան, ինչպես է քվեարկությունը լինում, այդ ընթացքում Նիկոլը ինչ անելու, այդ ընթացքում այդ վարչապետի տեխնացուն ինչ անելու, սա մասին ձեզ համար չեն բացատրել եւ չեն էլ բացատրելու, որտեղ խոցելի բաժին դեղա։ Այս երկրորդ բաժիններ կա։ Իսկ այս գործընթացը արդյունքի հասնելու համար, Նիկոլին իշխանությունից հեռացնելու համար, այս երկրորդ բաժինն է, որ կարևոր է։ Այս երկրորդ բաժինը, որ ձեզ արդյունքի է հասնելու, որի մասին այս մարդիկ այլևս 1 ամիսա չեն խոսում։ Հիմա եթե այս երկրորդ բաժինը դուք կասկածում եք, որ լինելու է, չի լինելու, հաջողության եք հասնելու, չեք հասնելու, այն առաջի բաժնին սկսելու իմաստը որն է։ Այսինքն դու այն առաջի բաժինը սկսում ես իմանալով, որ այս երկրորդ բաժնում արդյունք չես ստանալու, ինչու պիտի առաջի բաժինը սկսես։ Ամբողջ Հայաստան դաշինքի ասածը հենց սա էր, որ այս մարդիկ չհասկացան, երբ ասում են ձեր գործողությունը անլուճ է,
Այստեղ անլրջությունը, որ եթե դու երկրորդ բաժինը նկատի չես առնում, եւ հիմա վարպետորեն արդեն 1 ամիսն է դրա մասին ոչ լայվերի ընթացքում, ոչ բազմաթիվ հարցազրույցների ժամանակ չեք խոսում, ասում եք դե լավ է առաջին բաժինը հələ սկսենք, 36-ած ստորագրություն հավաքենք, հələ չենք տա ազգային ժողովի նախագահին, կսպասենք, էլի ստորագրություն հավաքենք, էլի ստորագրություն հավաքենք, դե քիչ չենք տանենք հանձնենք ազգային տեղը։ Ինքեր եթե չես հանձնելու ազգային ժողովի նախագահին, բախ քիես այդ ստորագրությունները հավաքում։ Ինչ ես ստորագրություններ հավաքում, եթե չես հանձնելու, սպասելու ես հլադեր մի որոշ ժամանակ։ Հիշենք, որ 1 ամիսից հետո չեմ սխալվում ազգային ժողով անցնելու ամառային արձակուրդների ընդհանրապես չկան, հետո է սեպտեմբերն, արդեն հետո պիտի ուզեշեզվես մտնես ընտրական գործընթացի մեջ։ Բայց ի՞նչ է ձեր նպատակը, եթե միայն պիտի ստորագրություններ հավաքեք, այդ երկրորդ բաժնին չեք անցնելու։ Սա ուզում եմ ասել, որպեսզի հասկանաք այս մարդկանց որտեղ է իրենց անլրջությունը։ Շատ են խոսում Հայաստան դաշինքի եւ պատիվ ունեմ դաշինքների հայտարարությունների մասին։ Հիմա շատ այս բացատրության, որ ես ձեզ ներկայացրեցի, մի քիչ ավելի մանրամասնանամ, այդ որ երկու մասի բաժանեցի, մեկը սկզբնական այդ նախաձեռնության առաջին բաժինը, որ ընդհանրապես անիմաստ է, եւ երկրորդ բաժինը, որ կարևոր բաժինն է, եւ դրա վրա պետք է հիմնական կենտրոնացումը լիներ, եւ եթե երկրորդ բաժինը չի լինում, առաջին ընդհանրապես անիմաստ է սկսելը, երկրորդի բաժնին։ Հայաստան դաշինքը մի հայտարարություն տարածեց, հետո պատիվ ունեմ դաշինքը մի հայտարարություն տարածեց։ Երկուսի կապակցությամբ էլի այս մարդիկ փորձում են քննադատաբար մոտենալ, բայց դե հիմնականում իրենց քննադատությունները ուղղված են ինչպես արդեն սկզբից էլ բարձր Հայաստան դաշինքին, քանի որ իրենց հիմնական թիրախում Հայաստան դաշինքն է եւ գիտենք թե այս գործողությունները որտեղից է սկսվել, ինչ է անցնում դառնում։ Հետաքրքիր կերպով պատիվ ունեմ դաշինքի տարածած հայտարարությունը տեղավորվում է այս նախաձեռնության հենց առաջին բաժնի մեջ։ Այն բաժինը, որ այս Էդգարը եւ Նարեկը կենտրոնանում են։ Երբ ես ասում եմ, այս մարդիկ բոլորը համադրված են աշխատում, պատիվ ունեմ հանրապետական Նարեկ, Էդգար փորձում են ասեն մենք կապակցություն չունենք, դե ամուր լրատվամիջոցներն են հավանաբար պատահաբար են հանրապետական լրատվամիջոցներ առավոտից գիշեր լցված Նարեկի ու Էդգարի լայվերով ու հարցազրույցներով։ Հիմա դա հավանաբար ամենապատահաբար է այդպես անգորից է կապակցություն ունեն, բայց գոնե այս փաստը արդեն շատ ակնհայտ է, որ պատիվ ունեմ դաշինքի հայտարարությունը տեղավորվում է այս գործընթացի հենց այդ առաջին բաժնի մեջ, որ ընդհանրապես այս մարդկանց հիմնական նպատակն է եղել կեղծ վարչապետության տեխնացու ներկայացնել, մի շարք ստորագրություններ հավաքել, մինչդեռ Հայաստան դաշինքի հայտարարությունը տեղավորվում է եւ բացատրվում այս գործընթացի հիմնական բաժնով, որը երկրորդ բաժինն է, գործնական եւ տեխնիկական եւ իրավական փուլն է, որը գործնականում անիրագործելի է եւ անլուրջ է։ Բացատրեմ ինչու եմ ես նման հավակնություն կատարում։ Փորձենք կարդալ պատիվ ունեմ դաշինքի հայտարարություն։ Պատիվ ունեմ ինչ էր նախապայմանները ներկայացրել, ասելա որ վերահաստատում ենք, որ այս պահին իշխանապողության հասնելու ամենահավանական եղանակը վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացն է, մոտորապես նման ձևակերպում Հայաստան դաշինքի մոտ էր կա, որ այո, ձևերից մեկը իմպիչմենտն է, չեն ներկում դա։ Պատիվ ունեմ երկու կետ ավելացրել։ Գործընթացն ավելորդ քաղաքական նկարտումներով չբարդացնելու համար հայտարարում ենք, որ այս պահին չունենք վարչապետի տեխնացու, պաշտոնապես հայտարարում են վարչապետի տեխնացու իրենք չունեն, իբր թե ձեռքներ լվանալով, որ իրենք որևիցե պատասխանատվություն այստեղ չեն կրում, բայց հիմնական կետը երրորդն է։ Մեր պատրաստակամությունն ենք հայտնում առանց որևէ նախապայմանի քննարկել տեխնացուի հարցը ու նախաձեռնել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց։ Տեսնում եք այստեղ գործնական փուլի մասին որևէ բան չկա, որ հետագային ինչ կլինի, ինչպես է երաշխավորում, որ սա հաջողության կհասնի, որտեղից եք այդ ԿՊԱ-ականների ստորագրությունները հավաքելու, որտեղից եք վստահ որ կմիանան ձեզ, որտեղից եք վստահ որ Նիկոլը ոչինչ չի անում։ Այս հայտարարության մեջ ոչինչ չկա։ Հիմնականում եթե նայեք, հենց ուղղակիորեն այդ նախաձեռնության առաջին այդ անիմաստ բաժնով է բացատրվում այս հայտարարությունը։ Իսկ Հայաստան դաշինքի հայտարարության մեջ ինչ կա։ Հայաստան դաշինքը շատ հստակ կերպով անդրադառնում է նախաձեռնության երկրորդ բաժնին։ Ինչ ասում։ Ասում է, որ Հայաստան խմբակցությունը միաձայնության վերահաստատում է իր պատրաստակամությունը, չեն ասել, որ չենք միանա։ Հակառակ այն բանի, որ ասում խոչընդոտում են, թույլ չեն տալիս, հաշկարակ են, այդպիսի բան չկա։ Վերահաստատում են իրենց պատրաստակամությունը, տրամադրելու մեր բոլոր 28 պատգամավորների ստորագրությունները իմպիչմենտի գործընթացի մեկնարկի համար, եթե
Նման գործընթաց նախաձեռնողները կարողանան ապահովել պակասող 8 պատգամավորների ստորագրություն, այսինքն արդեն մտնում են տեխնիկական այդ բաժնում, որ լավ, մենք մերը դրեցինք, բա մնացածը որտեղից եք հավաքելու բերեք սկսելու համար։ Ինչպես նաև հրապարակավ կհայտարեն իմպիչմենտի հաջողության հասնելու համար անհրաժեշտ ժողովրդական զանգված ապահովելու իրենց կարողության եւ պատասխանատվության մասին։ Շատ հստակ ասված, այսինքն գործողության որտեղ սկզբնական փուլում էս Նարեկը, Էդգարը մտնեք իրենց լայվերը նայեք, ամենտեղ ասում էին, որ այո, պիտի փողոց գեներացվի, առանց փողոցի գեներացման ու քպականները չեն գա միանա մեզ։ Այդ գործոնին ասում էին, այս մարդիկ ասում են, օքեյ, դու գնացեք սկսեք այդ գործնական փուլերը, մենք պատասխանատվությունը ստանձնենք, հայտարարեք, որ մենք կանենք, մենք կստորագրենք։ Ուրեմն Հայաստան Դաշինքի հայտարարությունը տեղավորվում է երկրորդ բաժնի մեջ, որը ասում է դուք այդ նախարարչի բաժինը կարևոր չի, կարևորը երկրորդ բաժինն է, որ եթե դուք կարող եք այդ բաժինը արդյունքի հասցնել, հետո պիտի սկսեք առաջի բաժինը։ Եթե երկրորդ բաժինը օթում մնալու է, արդյունքի չի հասնելու, ինչու պիտի առաջին բաժինը սկսես անլուրջ գործողությունների գնաս եւ ավելի Նիկոլի դիրքեր ամրապնդես։ Հետաբարից ուզում եմ այս երկու հայտարարությունները այդ համատեք, որպեսզի հասկանաք ինչպես է այս երկուսը իրարից տարբերվում եւ բաժանվում։ Իդեպ Հայաստան խմբակցության այդ հայտարարության մասին հետաքրքիր վերջի շրջանում տեղեկություններ են տարածում սուտ, բուտ, այդպես թե Էդգարը եւ թե ուրեմն Նարեկը։ Ինչ էր ասում։ Ասում են այդ խմբակցության միշտ չի եղել, որտեղ է եղել, ինչու տակը ստորագրություններ չկան, պատիվ ունեմի, ես իչքն 6 պատգամավորները տակը ստորագրել են, բայց Հայաստան Դաշինքի ստորագրությունները տակը չկան։ Հիմա գիտեք հետաքրքիր որն է, եթե Հայաստան Դաշինքի պատգամավորները անձամբ հատ տակը ստորագրած լինեին, այս մարդիկ ուրիշ բան էին ասելու են, բա տեսեք այս խմբակցություն էլ չկա, տեսեք այստեղ միաձայնություն չունեք, տեսեք անհատ են հանդես գալիս, էլ նախկին միասնականություն չունեն։ Ամեն դեպքում մի բան ասելու ինչ-որ առիթ կգտնեն։ Խնդիրն է, որ հիմնականում այդ մեկ անվան տակ հանդես գալը շատ հստակ ուղերձ հաղորդում, որ այս խմբակցությունը իր որոշումների մեջ միաձայն է, տարաձայնություններ չունի եւ բոլորը մեկ մարդու պես մեկ որոշում են ընդունում եւ բոլորը կարճած են իրենց ընդունած որոշումը։ Այդտեղ անհատներ չկան կամ միասնական որոշում որպես խորհրդարանական խմբակցություն։ Հիմա ինչ կուզեք տարբեր այդպես ասած գնացեք ազգային ժողովի կանոնակարգից հիմար հոդվածներ անեք, որ խմբակցությունը պետք է առանձին, ամեն պատգամավոր առանձին, մարդիկ խմբակցություն են, նիստ են գումարել, որոշում են կայացել։ Տեսնում են, որ իրենց հայտարարությունները անիմաստ է, հիմա Էդգարը ինչ ասում, ասում է, որ այդ խմբակցության նիստը որտեղ է կայացել, մենք նամակ են գրել, պես պիտի պատասխան տան, չեն պատասխանել, որտեղ է կայացել, երբ է կայացել, ով է ներկա եղել, հավանաբար պիտի գրել, ինչ էիք հագել, կոստյում էիք հագել, փոքկապ էիք կոպել, չի կոպել, թե էիք խմում, կոֆե էիք խմում սեղանի վրա։ Լուչ եք ասում Էդգար, պիտի ամեն ինչի մասին ստենց ես բացահայտություն տա։ Ընդհանրապես դուք ով եք։ Դուք ով եք։ Ով է ձեզ մանդատ տվել, որ նման պահանջներ ներկայացնեք ընդդիմադիր խմբակցության ազգային ժողովին։ Ով է ձեզ այդ մանդատը տվել, ով է ձեզ լիազորել նստեք խմբակցությունից պատասխան պահանջեք, որ դուք դեր նիստը որտեղ եք գումարել, ում տուն որտեղ եք գումարել, ով է մասնակցել, ով է բացակա եղել, ով է ներկա եղել։ Այս հարցերի մասին կարող եք կասկած ունենալ, եթե այդ հայտարարության տարածումից հետո գոնե մեկ պատգամավոր Հայաստան խմբակցությունից միտեղ ելույթ ունեցած լինեք, հակառակն ասած լինեք, կամ ասել ես չեմ մասնակցել, ես դեմ եմ այդ որոշմանը, ես կողմ եմ իմպիչմենտին։ Բացառված նման բան չի եղել։ Հետաբար դուք ինչ իրավունք ունեք կասկածի տակ առնելու խմբակցության տված որոշումը։ Հենց Նարեկը մտնում է այդ սովորական նիկոլական մուտիտներով, այ ես տեղեկություն ունեմ, որոշները բացակայ են եղել, կողմ չեն եղել։ Անուն ասա, ով է համաձայն չի եղել։ Դե Նիկոլի այդ մուտիտներին բոլորս էլ ծանոթ ենք, ըստ օդում կախված լուրերի այսպես ասել, հետո մի բան տարածել քպական։ Նույն ոչ ով եք առաջնորդում։ Ձեր մոտ են դաստիարակվել, չէ՞ այդ մարդիկ։ Բոլորն են ձեր դպրոցներից են դուրս եկել, ձեր մոտ են դաստիարակվել, դուք իրենց վարպետն եք, գիտեք ինչպես։ Ես կրկնում եմ, ասում եմ ես խմբակցության նամակ եմ գրել, պիտի ինձի պատասխաներ Սեյրան Օհանյանը, որտեղ այդ նիստը գումարվել չի պատասխանել։ Տեղեկությունների ազատության օրենքի համաձայն պիտի ինձի պատասխանեին, որ որտեղ են այդ նիստը գումարել։ Ինչու պիտի քեզ պատասխանեն, ինքե։ Ով ինչ հարցով դիմեց խմբակցությանը տեղեկությունների ազատության հարցով պիտի պատասխան տան։ Հիմա վաղը լսեք նամակ գրեք, ասեք ես ինչ գիտեմ, այդ օրը տապատ էիք հագել, թե շորտիկներով էիք գնացել ազգային ժողով, այդ խմբակցության նիստին մասնակցել, կամ սեղանի վրա թե էիք խմում, թե կոֆե էիք խմում։ Պիտի ասեն ձեզ պատասխանեն այդ ամենը, հետո անունը դնեք ազատության, այդպես ասած, տեղեկատվությունների ազատության օրենք։
Հələ մեկ էլ մոննատ են գալիս, ասում են դե ես չեմ դիմել դատարան այդ հարցով, քանի որ Արցախի հերոսը չեմ մի հատ էլ դիմի դատարան։ Մի հատ էլ դիմի դատարան, տեսենք հետո ինչ ա լինում։ Էդգար Ղազարյան։ Կրկնում եմ, ով է ձեզ մանդատ տվել, ով է ձեզ լիազորագիր տվել նման ոճով խոսել խմբակցությունների հետ խորհրդարանական։ Ով է ձեզ կարգել այդ պաշտոնին։ Ով է ձեզ իրավունք տվել ձեր ձեռքը նժար առնեք ընդդիմությանը դնեք չափեք ով է լավը դավի ընդդիմադիր, ով է վատ ընդդիմադիր։ Դուք ձեր կյանքում ինչ արած կաք այս պայքարի մեջ, բացի versus Ղազարյան versus Ղազարյան ձայնագրել ու կապիկություն անել, ծաղրատություն անել էստեղ այնտեղ։ Դուք ինչ եք արել։ Բացի այն որ Նիկոլի վրա փող աշխատեք, այս եթերից են եթեր վազեք։ Կներեք հիմա պարտավոր եմ եթե դուք այդ մակարդակ եք իջնում, եք էլ այս մակարդակի իջնեն խոսելավոճի մեջ։ Էմեկների ալ գարեջատա մեջ գարեջորա ծախում, փաբում ժողովրդին հավաքում, այդտեղից փող աշխատում։ Հիմա եկել են պահանջատեր են եղել, այս ինչ գիտեմ impeachment ու խմբակցությունը պիտի մեզի պատասխանի որտեղ են իսկում արել։ Խմբակցությունը հայտարարությունը տարածել է, էլ հայտարարություն է։ Անհանգիստ եք գնացեք գլուխներ խփեք պատերի, չեք սիրում այդ։ Ու հիմա գիտեք հետարքիր որն է ժողովուրդ ջան, որ այս մարդիկ այս երկուսը ընդհանրապես ընտրությունների չեն մասնակցել։ Ոչ Նարեկը, ոչ Էդգարը ընտրությունների չեն մասնակցել, իրենք 1000 անգամ իրենց լայվերի հարցազրույցների ժամանակ, հենց վերջին հարցազրույցի վերջին ժամանակ լայվի ժամանակ երկուսն են ասել են, ոչ ընտրությունների չեն Հայաստան դաշինքին չեն զայնտվել, հավանաբար պատիվ ունիմին են դարձնել, առավել ևս ընտրությունների չեն մասնակցել։ Ախպեր եթե դու ընտրությունների չես մասնակցել, ինչի՞ ես պահանջատել։ Ում իրավունքով է ժողովրդի անունից հանդես գալի, եթե դու ընդհանրապես այդ ընտրություններին չես մասնակցել, ընդհանրապես այս ազգային ժողովին դու չես ընտրել, կամ չես ցանկվել։ Համեն մեկ էլ գալիս են ասում են Ռոբերտ Քոչարյանը ասեց կրելու եմ չկրել։ Ռոբերտ Քոչարյանը գրպանից պիտի հաներ այդ կրել, դուք պիտի գնայիք մասնակցեիք ընտրությունների ձայն տայիք, որ հետո դրա հետևանքը լիներ Հայաստան դաշինքի Ռոբերտ Քոչարյանի կամ Արթուր Վանեսյանի կամ Պատիվունեմի կրելը։ Դուք սա չեք տվել։ Դուք եք պատճառ որ չկրեն։ Դուք եք Նիկոլին Պայելի իշխանության ընտրություններին չմասնակցելով։ Այդ չկրելու պատասխանատու հիմնականը դուք երկուստ եք ձեր երկու ձայներով եւ ձեր նմաններով։ Ու իմը զարմանալի է որ ասում են օրինակի համար ես շատ ասում այդ Նարեկի հարցազրույցում որ այն 2020 թվականի հունիսի 21 թվականի հունիսի չէ 18-ին էր այդ վերջին մեծ հանրավաք որ եղավ հանրապետության հրապարակում Հայաստան դաշինքը ես էլ էի այնտեղ մասնակցում ինչի էր մասնակցում ինչի էր մասնակցում եթե ընտրությունների չէր մասնակցում եթե դու ընդհանրապես ընտրությունների գործընթացին հավատացած չեղել եթե հավատացած չես եղել որ այդ ընտրություններում կրելու է Ռոբերտ Քոչարյանը կամ պատիվ ունեմը չի տարբերում ընդհանրապես ընդդիմությունը հաջողելու է Բայց ինչես գնացել մասնակցել կանգնել այդ հրապարակում։ Եթե դու նման դիրքով գնում ես կանգնել ես հրապարակում, ես դրանից մեկ հետևություն կարող եմ անել, որ կողքինիդ ականջի մեջ չշնջաս, գիտես, այստեղ հավաքվել են, չմասնակցես ընտրությունների, մեկը չեն հաղթելու, Նիկոլը մնալու է։ Այն կողքինի ականջի մեջ չշնջաս, այն մեկի ականջի մեջ չշնջաս։ Եթե դու մի գործընթացի հավատացած ես, ավելի լավ է որ ռադդ քաշես, կողքը կանգնես, ընդհանրապես չմտնես այդ գործընթացների մեջ։ Իդեպ նախագահ Քոչարյանը ժամանակին նույնն էր ասել գործընկերներին, ասել եթե չեք հաջողելու, չեք աշխատելու, ընդհանրապես կողք կանգնեք, մի խանգարեք։ Իսկ դուք կողք չեք կարել, մտել եք խանգարել եք, հիմա իբր թե պահանջատերել եք, որ ոսում եք կկրենք, չեք կրելու։ Չեն կրել, որտեվ դուք ձայն չեք տվել, դուք չեք մասնակցել ընտրություններին եւ ձեր նման մարդիկ, որոնց ապակողնորոշել եք ձեր լրատվամիջոցների միջոցով։ Բոլորին ապակողնորոշել եք այս ընթացքում, որպես ընտրությունների չմասնակցել, եւ հիմա նույնն եք անում։ Գնեք Ջորջը, մի քիչ այստեղ հունից դուրս եկա, բայց այս մարդկանց պիտի երբեմն իրենց շատ այսպես հստակ անդրադառնաս, իրենց մասին խոսես, որպեսզի հասկանան, որտեղ կարծեմ միայն իրենք կարող են այդ ոճերի մեջ լինել, այդ ոճերով խոսալ ու պահանջատեր լինել ուրիշներից եւ ասել ինչու դուք չեք արել, ասում եք կրենք, չեք կրել, մենք այսպես կանենք, այնպես կանենք։ Կանոյ եկեք անեիք այսքան ժամանակ։ 2.5 տարի եկեք անեիք։ Եվ հիմա հետարքիա, գիտեք, այս նույն Արեգ Մարյան, հիմա ես այսօր շատ խառնում եմ խոսում, կներեք մի քիչ, բայց պարտով այսպես թեմաները գալիս են։ Իր վերջին հարցազրույցը, որ եթե չեմ խոնում 2 օր առաջ ա տվել 160 կետերի մեջ, այնտեղ շատ հստակ իրեն հարց են տալի, դուք գիտեիք, որ ընդդիմությունը չի միանում, ասում այո, ես սկզբից գիտեի չէի միանա, բայց այս գործընթացը սկսել եմ։ Մարդիկ իրենց հիմնական նպատակը հենց սա է եղել։ Իմացել են, որ այս գործընթացը անլուրջ է, անլուրջությամբ հանդերձ սկսել են, որպեսզի բերեն կանգնացնեն ընդդիմությանը փաստի դիմաց, ասեն դե կամ կմասնակցես, կամ չես մասնակցել, չմասնակցես, կասեն, որ դու Նիկոլին կողմես։ Ո՞վ է այդ ձևաչափը ճշտել։ Ո՞վ է ասել, որ ձեր գործընթացին ով չմասնակցեց, ուրեմն Նիկոլին կողմա։ Մարդիկ կարող են ձեր գործընթացին չմասնակցել, Նիկոլին էլ դեմ լինել։ Դուք թափես ով եք այս ընթացքում։ Ով է ձեզ այդպես մի հատ բևեռ նշանակել այստեղ, որ կամ ձեզ կողմ են, կամ Նիկոլին են կողմ, կամ ձեր հակառակ ուրիշ տեսակի տարբերակ չի կարող լինել։
Մի ցույց տվեք այդ լիազորագիր այդ մանդատը, որ ձեզ տրվել է ժողովրդի կողմից, որպես դուք իր կողմից նման հայտարարությամբ հանդես գաք։ Վերջին սոցհարցումը, որ եղավ, դուք ընդհանրապես 9% ունեք impeachment-ից net այդ ամեն ինչ մեջ։ Այդ սոցհարցումները վերցեք նայեք, չէ՞, ժողովրդի փորձն եք խաբել նախքին բանի ժամանակ, լայվի ժամանակ բացահայտեց հստակորեն տվյալները հրապարակեցի, չէ՞, որ 36-7% հավատացած է, որ ընտրություններով կենի Նիկոլին փոխել, հետո երկու հատ ուրիշ տարբերակներ կան, հրաժարական փողոցային ճնշում, նոր վերջի տարբերակը դուք եք, 9-րդ տարբերակը դուք եք, որին ժողովուրդը հակված է։ Այդ 9%-ը լավանաբար ձեր լրատվամիջոցներին լսել են, խաբվել են ձեզանով, հավատացած են։ Հիմա դուք 9%-ին բերել եք, այդպես ասում եք, դուք ամբողջ ժողովուրդ այդպիսի պահանջ է ներկայացնում, դեռ ժողովրդի կողմից էլ հանդես է գալիս, ով որ մեզի չմիացավ, ուրեմն կողմա Նիկոլ Փաշինյանին։ Եթե նայում ես ժողովրդի ինձ ես թեմաները, որ գրել եմ, որ ես մասնություն անպայման այսօր ուրեմն խոսեմ։ Okay, ասենք այդ վերջին նախաձեռնությանը, որ ուրեմն Հովիկ Աղազարյանը եւ Հակոբ Ասլանյանը հանդես եկան դրանով եւ հետո Էդմոն Մարուկյանին ներկայացրեցի որպես վարչապետի տեխնացու։ Ակնհայտ է, որ այս ամեն ինչի թիկունքում կանգնած է Նիկոլ։ Ես գրել եմ, որ Նիկոլը կամ ասել եմ, որ Նիկոլը անսահման հնարավորություններ ունի այս impeachment-ի գործընթացը կասեցնելու համար։ Ունի իրավական հնարավորություններ, այլ հրաժարականից բռնած, միջև նիստի գումարում թույլ չտալ 2 ժամ, որից հետո նախաձեռնությունը հանվում է եւ համարվում է, որ ազգային ժողով իրեն վստահություն ատվել։ Դրանք բոլոր իրավական կողմեր են, որոնց մասին ես անգամներ բացատրել եմ, այդ կարիք չեմ զգում նորից ասեմ, կարծում եմ այնքան ամուր կար փաստերից, որ հատել Էդգարն ու Արեգն էլ համոզվեցին այդ հարցում, այլևս դրա մասին չեն խոսում եւ այդ ես գոնե այս հարցում իրենց հաղթել եմ։ Անկեղծ ասած ես չէի մտածում, որ իրենք կարող են Հովիկի եւ Հակոբ Ասլանյանի միջոցով էլ Նիկոլը կարող է այդ գործընթացը կասեցնել, բայց հիմա ինչ արեց, ուղղակիորեն հիմա, չգիտեմ, այս ասեմ զիով քայլ արեց, ճիշտ եմ ասում թե չէ, բայց մեկը այդպես ասած, մի տեսակ կարծես այս մարդկան շախումատ արեց Նիկոլ, դժբախտաբար կարողացավ անել, այս մարդիկ չպետք է մտնեին այս խաղի մեջ, որպես հետո Նիկոլի կողմից նման խայտարակ վիճակում իրենք չհայտնվեին։ Հիմա իշենք Հովիկ Աղազարյանը հայտարարեց, որ մենք կմիանանք ուրեմն նախաձեռնությանը եւ impeachment կհայտարարենք։ Դրանից անմիջապես հետո, այսինքն իրենց կուսակցության այդ երկու դեմքեր կան հիմնականում այդ այսպես կոչված մաս կուսակցություն, որ նույնիսկ ասեմ այդ դեռ գրանցում էլ չունի, Հակոբ Ասլանյանը մյուս դեմքը, Հակոբ Ասլանյանը հարցազրույց տվեց, որ ինքը impeachment-ին չի հավատում եւ ինքը այսպես բար գործած, որ ինքը խալաստոյ կրակող չեմ ես, խալաստոյ չեմ կրակում, բան չեմ անում, ուղղություն չունի եւ չեմ միանա այս նախաձեռնությանը, դեմ է եղել ինքը հիմնականում։ Հետո Հովիկ Աղազարյանը հայտարարեց, որ մայիսի 20-ին իրենք վարչապետության տեխնացու կհայտարարեն, այսինքն լինում է 3-շաբթի օր։ Պիտի 3-շաբթի օրը հայտարարեին։ Հիմա ամբողջ այս ժողովուրդն սկսեցին խոսել, դե Հովիկ Աղազարյանն է, նախկին անգամ էլ էր ասել Մոսկվայի ընկերս, բան այնտեղից ասում եմ Մոսկվայի ընկերս ինձ խորհուրդ տա ինչ անեմ, բան չանեմ, հետո պարզվեց թապես Մոսկվայի ընկեր չկա, որ խորհուրդ տա իրեն, այդ բլեֆ էր արել, բան էր արել, մտածին դե էս էլ բլեֆ արել, տեխնացություն են, ով է գալու իրենց կուսակցության տեխնացու կանգնելու կամ իրենց մտնելու իրենց դրոշի տակ, որպեսզի Հովիկ Աղազարյանը եւ Հակոբ Ասլանյանը ասեն դե բլեֆ արել, դա 3-շաբթի ներկայացնի, որից է բան չի անելու, մեկը մենք մեր տեխնացուն այդպես հանգից կտանենք, կգեներացնենք։ Ու ահա միանգամից հունիսի մայիսի 16-ին, ասեք իրենց որոշված ժամկետի, միշտ այս ժողովուրդը հանգիստ այսպես արխային մտայնած գործն էին առաջ տանում, Հովիկ Աղազարյանը հայտարարեց, որ իրենք ունեն վարչապետի տեխնացու եւ դա Էդմոն Մարուկյանն է։ Դե բարձրաբար բոլորի դիկոնականած թիկունքում եւ Նիկոլի կազմակերպած խաղն է, այս impeachment-ի գործընթացը ձախողեցնելու համար։ Հիմա Էդմոն Մարուկյանը ներկայացվել է պաշտոնապես որպես այս ուրեմն նախաձեռնության վարչապետի տեխնացու։ Դե վարչապետի տեխնացու եք ուզում, հեսա կա է, դե բա տեխնացեք սկսեք։ Հիմա իդեպ դե նայեք Նարեկի եւ Էդգարի հարցազրույցները սկզբից, բոլորն ասում են դե կարևոր չի վարչապետության տեխնացուն ով լինի, հենց այնքան որ Նիկոլի ձեռքից պրծնենք, հենց այդ է կարևոր մեզ համար։ Դե հիմա տեխնացեք կանգնեք Էդմոն Մարուկյանի մեջքին իրեն պաշտպանեք։ Դե 2 օր, 2-ով հարցազրույց են մտնում, լայվ են մտնում, այս եթերից են եթեր են մտնում, փորձում են մի կերպ այս ամենը պարտակել, մի տեսակ արդարացնել, բացատրություններ փնտրել, բայց կարծում եմ անօգուտ մի բան է, որտեղ իրենք մնացել են իրենց նախաձեռնած այս սկսած այս նախաձեռնության տակ, հիմա տակից չեն կարողանալու դուրս գալ, որտեղ իրենք էին հայտարարել, որ կարևոր չի վարչապետության տեխնացուն ով լինի։ Մեկը թող լինի, մենք կգնանք իր մեջքին կկանգնենք, բանենք։ Հիմա երկու հատ այսպես կոչված ընդդիմադիր պատգամավորներ, Հովիկ Աղազարյան եւ Հակոբ Ասլանյան, առաջին ընդառաջել են
Եվ վարչապետության տեխնացու են ներկայացնում, մի հատ ուրիշ ծաղրացել են դերսից է եկել եւ ներկայացել ռեֆորմիստների կուսակցության Վահան Բաբայանը, մի ժամանակ Բարգավաճի հետևից էր հիմա Սերժ Սարգսյանին առավոտից գիշեր գովում բանանում։ Էն են ինքն առաջադրվել, դե հիմա կացեմ ինքն առաջադրումներ քիչ չեն լինելու, Հայաստանում ամեն քիչ լիք մարդ քնում առավոտյան մի քանի միլիոն փրկիչներ են արտանում, ամեն մեկն էլ կարծում է ինքը Հայաստանի փրկիչն է լինելու, ինքն ամենից լավ իմանում, ուրիշները չէին իմանում այս օրենքները, impeachment, բան, իրենք պիտի գան մենակ ժողովրդին փրկեն։ Դա էլ է շարքի մեկն է, որ սկսած ամբողջ այս ընթացքում թե Բագրատ Սրբազանի, Սրբազան շարժում դիմաչած բոլորին էլ հավասարապես հարվածան նույնիսկ դրան անդրադառնալու ես կարծում եմ անիմաստ, որտեղ որից այս նախաձեռնություններից մեկը իր թիկունքին չի էլ կանգնել։ Բայց Էդմոն Մանուկյանի այս գործոնը շատ պարզ է, որ Նիկոլ Փաշինյանի հրահանգն է։ Հիմա սրանից հետո ինչ է կատարվելու։ Ինչ է կատարվել։ Հայաստան դաշինքը շատ հստակ է եղել իր դիրքորոշումները ժողովուրդ ջան։ Հայաստան դաշինքն ասել է, որ ես այն ժամանակ կմիանամ, իմ ստորագրությունները պատրաստեմ, բայց քանի որ անլուրջ նախաձեռնության ես չեմ միանալու, պատասխանատվություն չեմ վերցնելու մեկ գործողության համար, որը վստահ եմ արդյունքի չի հասնելու անլուրջ, բայց չեմ էլ խանգարելու։ Գնացեք 8 հատ ստորագրություն հավաքեք, այդ 8 հատ ստորագրություն ունեցեք մի օգու անվան տակ, հետո պատասխանատվություն էլ հայտարարեք, դուք վերցնում եք սա ձեր նախաձեռնությունն է, դուք եք սկսում այս նախաձեռնությունը, ասեք, որ փողոցը կգեներացնենք, մենք տակ կստորագրենք։ Դե հիմա Հայաստան իմիջայլոց պատիվ ունեմ ասելա, մենք առանց նախապայմանների ենք առաջնորդում, առանց նախապայմանների կստորագրենք ցանկացած նախաձեռնության տակ։ Դե հիմա դու պատիվ ունեմ գնա այդ նախաձեռնության տակ կստորագրի, պատասխանատվություն էլ վերցնի Հովիկ Աղազարյանի եւ Հակոբ Աստանյանի սկսած այդ նախաձեռնությունը եւ հիմա տեսնենք Պարզը չեն ստորագրելու չէ։ Եթե ստորագրեն քաղաքական ինքնասպանություն է լինելու, այսինքն դու գնաս Էդմոն Մանուկյանի վարչապետության անվան ստորագրես եւ բոլորս էլ գիտենք իրենք վարչապետության ուրիշ տեխնացիա են ունեցել եւ այս ամբողջ գործընթացը, որ Նարեկ Էդգարը սկսել են, հենց այդ է եղել, որ մյուս կողմից Հայաստան դաշինքն ասի գործողություններ անդուրջ է, ես չեմ մասնակցում, Ռոբերտ Քոչարյանը չի բնակալաբար մտնելու նման այդտեսա անլուրջ գործողության մեջ, որի արդյունքը պարզ է ինչ է լինելու։ Հետո իրենք ասում են դե լավ, ուրեմն դուք վարչապետության տեխնացություն ունեք, մենք ունենք, իրենց են բերելու դնելու, պարտադրել են իր վարչապետության տեխնացուի տակ ստորագրեք ու դա դրանից հետո դառնալու է ընդդիմության միասնական տեխնացու, ինչը երկար ժամանակ ընդդիմությանը չի հաջողել։ Ընդհանրապես impeachment-ի փուլին էլ չպետք է հասնել այս ամեն ինչը։ Բայց հիմա գործնականում ինչ կլինի, հասնի impeachment-ի փուլին։ Հիմա հետաքրքիր է, որ մինչև 3 այս մարդիկ իրենց անունից էին խոսում, ասում են մենք նախաձեռնություն ենք սկսել, նախաձեռնողներն ենք, անում ենք, բան ենք անում։ Հիմա երեկվանից սկսել են պատասխանատվությունից խույս տալ, թե Էդգարը, թե Նարեկը, նայեցեք իրենց լայվեր ինչ են ասում։ Ասում են դե մենք պատասխանատվություն չենք կրում այս ամեն, մենք միայն ասում ենք սկսեք, մենք կապ չունի ինչ կլինի հետո, մենք ինչ անենք, падգամավորը չէ նախաձեռնությունը սկսենք, ուրիշները պիտի սկսեն։ Սա իրենց ոտերը սկսեցին հետ քաշել արդեն։ Երբ որ ես ասում եմ մնացել են իրենց կատարած հայտարարության տակ, այստեղ եմ ասում, որ մնացել են իրենց կատարած հայտարարությունների տակ նախաձեռնության տակ, չեն կարող դուրս գալ։ Հիմա փորձում են ամեն կերպ ասել մեզի կապ չունի, մենք միայն ասել ենք որ սկսեք, հիմա դուք ով կսկսի ինչքանի, այլ մնացածը մեզի կապ չունի։ Չենք այն դեզի կապ ունի, դուք եք այս ամեն ինչը սկսել։ Դուք եք այս մի կաթին մեղրը գցել գետնի վրա, հիմա ամբողջ բոլորան բարձրացել, դուք եք պատասխանատվություն կրում եւ դուք պիտի անեք։ Հիմա հետաքրքիր է, մի հատ դսեք Էդգար Ղազարյանի հարցազրույցները վերջի շրջանում որ տալիս է, Բարապաշան եմ ուզում ասեմ։ Ուղղակի այսպես այն խոսում, որ ասում են 36 ստորագրություն։ Մենք ու գիշ չենք 36 ստորագրություն հավաքվելով տանենք նախաձեռնությունը տանք ազգային ժողով։ Ամեն տեղ իր առաջի դեմքով է խոսում, առաջի դեմք հոգնակի է խոսում, այսինքն ինքն էլ այդ գործընթացի մասնակիցը եւ Նարեկն էլ տանենք, անենք, մենք ու գիշ չենք 36 հատով տանենք, մենք դեր քաղաքենք, երբ որ այսքան եղավ հետո կտանենք, ամենտեղ այդպես էին խոսում։ Հիմա երեկվանից սկսել են փորձել, ասում են դե հիմա իրենք պիտի անեն, մենք ոչ չենք անելու, մենք տանողը չենք։ Ինքեր եթե դուք այս ամեն ինչի անողը չեք, այդ նամակներին չի եք գրում։ Եթե չեք ուզում Հովիկը սկսի, բայց ինչու եք նամակ գրել Հովիկին։ Լավ, իմ համար հարց առաջանում չէ։ Դուք եք տեսնում եք փողոցում իրեն հարց տվեք, դες բախտաբար ես չեմ կարող հարց տամ Նարեկին ու Էդգարին իմ ուղակի։ Դուք հարց տվեք իրեն։ Ասում են մենք չէինք սպասում Հովիկ Էդգարը նախաձեռնողները լինեին սկսեին։ Մենք սպասում ենք ընդդիմադիրները սկսեին։ Եթե սպասում եք ընդդիմադիրները սկսեին, 34-անյա պատգավոր կան դիմադիր։ Նույնս նամակ գրեիք միայն։ Բայց ինչ եք 107 հատ պատգավորի նամակ գրել, եթե չէիք սպասում այդ 107-ը պատգավորը սկսի։ Եթե դուք 107-ին նամակ եք գրել, հանդիպում եք պահանջում իրենցից, փորձում եք գնալ իրենց համոզել, որ Նիկոլը շեղվել այսպես իր ծրագրից պիտի իրան իմպիչմենտի ենթարկել։
Բա հետո բնականաբար դրա հետևանք պիտի լիներ, որ մարդիկ հավանաբար ձեզ ընդունեն, ասեն, «Վա, այս Էդգարը ինչ լավ ասում, այս Մարեկը ինչ լավ ասում, եք խեն թե ենք չենք այս ամեն ինչը տեսում»։ Հա, վաղ երթանք նախաձեռնություն սկսենք impeachment-ի։ Դուք նամակ եք գրել, որ սկսեն, չէ՞, հիմա մարդիկ սկսել են, բա ինչից եք դժգոհ։ Ինչից եք դժգոհ։ Նամակ եք գրում, որ չսկսեի, բայց ինչի եք նամակ գրում, ժողովուրդ ջան։ Երբ որ ասում են անլուրջ է ձեր գործողությունը, հենց դա համար են ասում անլուրջ է։ Երբ որ ասում են խելք չունեք, չեք մտածում, ձեր հետո քաղաքայլերը չեք մտածում, դրա պատճառով են ասում։ Իհարկե, վստահ եմ մտածել եք, որտեվ բայց մինչև այստեղը չէիք մտածել, որ Նիկոլը կմտնի գործընթացի մեջ, ամբողջ գործընթացը կառնի իր ձեռը, կշեղի կտանի իր ուղղությամբ։ Ու դուք կմնաք այսպես ձեր գործողությունների տակ, հիմա պարտավորեք սաղը պատասխանատվություն տակից խույս տակ, ասեք թե մեզի կապ չունի։ Ասեն դե մի 36 հատ ստորագրությամբ մի տարեք, մի տվեք, հիմա երեկվա լայվը լսեք Էդգարին, մի տեսակ այդպես ձեռողոտի անգեն 36 հատ ստորագրությամբ չտանեք հանկարծ տակ ազգային ժողով, ուշադիր եղեք, չտրվեք սանց բանին, որտեղ գիտեն ընդհանրապես այս գործընթացը իրանք չպետք է տանեին տային ազգային ժողով, ժողովուրդ ջան, խաբել են ձեզ, սկզբից խաբել են, այս նախաձեռնություն ընդհանրապես ազգային ժողով չպետք է գնար, այս նախաձեռնության ամբողջ կենտրոնացում այդ առաջին բաժնի վրա էր կեղծ մեկ հատ արհեստական ընդդիմադիր առաջնորդ կարգել, իրենց մարդուն կարգել, տակը ստորագրություն հավաքել գործող ընդդիմությունից եւ հետո դրան ներկայացնել որպես ընդդիմության միասնական տեխնացու, փորձել դրան անել հետագա ընտրական գործընթացներ։ Իդեպ այս մարդիկ իրենք են պատրաստվում ընտրությունների համար, խափում են ձեզ, ասում են մենք ընտրությունների համար չենք պատրաստվում, ընտրությունները 1 տարի հետո է։ Խելոք մարդով մի քիչ քաղաքականությունից իմանում է, հասկանում է, որ ընտրությունների համար հաջորդ տարվան հենց մի բանից դու պիտի պատրաստվես։ Ինչ որ Նիկոլն է անում։ Այս մարդիկ են պատրաստվում։ Այս պրոժե, որ հիմա նախագիծը, պլանը, որ պրոյեկտը, որ սկսել են, այդ ամբողջ իրենց քարոզարշավի առաջին բաժինն է ընդդիմության մեկ միասնական տեխնատու նշանակել հաջորդ ընտրությունների համար, որը անպայման չպետք է լինի երկրորդ նախագահ։ Երկրորդ նախագահին դուրս անելու նպատակ ունեցել այս ամբողջ գործընթացը։ Շեշտում եմ, իրենք ընդհանրապես impeachment ստեղծելու նպատակ չեն ունեցել, քանի որ շատ հստակ գիտեին, որ արդյունք չի տալու, ես էլ դա ապացուցեցի, կրկնում եմ, իմ ապացուցումներից հետո այլևս այդ մասին իրենք չեն խոսում, որտեղ գիտեն, որ տեղի չի ունենալու։ Բայց հիմա ինչ տեղի կունենա ժողովուրդ ջան։ Հիմա պատկերացրեք մի հատ այսպես ինչու եմ ասում, որ իրենք մնացել են եւ այս նախաձեռնությունը տապալված է։ Հիմա պատկերացրեք, քանի որ Էդմոնը Նիկոլի տեխնացուն է բնականաբար, Հովիկն ու Հակոբն էլ հավանաբար ինչ որ SMS են ստացել Նիկոլից, Էդգարը Հովիկը ստացել է այս գործը, որ ասում եմ կանես, դատական գործերը մեր վրա փակած է, չենք շարունակելու, հավանաբար այդպեսի մի բան ա եղել, են Հակոբին էլ ասել են դե քո կուսակցական բանդեր կվերականգնեն բանկանենք, այս երկուսն էլ Էդմոնին առաջարկեք, հիմա պատկերացեք նման անհավանական մի սցենար, որ կարող է շատ էլ անհավանական չլինի։ Նիկոլը գիշերին 30 քանի հատ, հիմա 2 հատ ստորագրություն ունեն, 34 հատի պակասել ունեն ազգային ժողովում գործընթաց սկսելու համար։ Իրա 34 հատ այդ վերջի պատգամավորներին տեքստ անում Նիկոլը գիշեր, ասում է գիտեք սա իմ նախաձեռնությունն է, օքեյ ամեն ինչ, գնացեք ստորագրեք Հովոյի եւ ասենք Հակոբի նախաձեռնության տակ, թողեք մտնի ազգային ժողով։ Հետո կայտան կնստեն ազգային ժողով կմտնի, մի կողմում Նիկոլը գգայստուտ պուպուշ կնստի, մի կողմում էլ Էդմոն Մարեկյան այսպես գեղեցիկ կնստի, եւ փոխարեն դավաճանություն, հայրենիք վաճառել թեման քննարկել, Նիկոլի կառավարության ծրագիրը այդտեղ միայն կքննարկել։ Հետո Նիկոլն էլ կգնի կպաշտպանի կառավարության ծրագիրը, վերջում քվարկություն կլինի, քվարկության արդյունքները դե պարզա Նիկոլելի վստահություն կբերի, Էդմոնը կմերժվի, Նիկոլը 6 ամսվա համար հանգիստ մտքով կմնա Հայաստանի Հանրապետության վարչապետ, այլևս գործողություններ չես կարող սկսես impeachment-ի տապալված կլինի։ Առավել դրան կստանա ազգային ժողովի կրկնակի վստահությունը Նիկոլ Փաշինյանը։ Դե հետո դրանից հետո Էդգար Ղազարյան թող երթա Ղազարյան versus Ղազարյան ձայնագրի, Նարեկ Մանյանն էլ կամ 23-ում ես չգիտեմ, իր գարեջուրները ծախի մատուցող աշխատի։ Հեսա լինելու արդյունքը։ Նիկոլը ամեն ինչ արավ իր ձեռքը հիմա։ Հիմա այդ պատճառով որ երկվանից տեսեք Էդգար Ղազարյանը ոտու ձեռ ընկած, ասում 36 հատով չտնեք հանկարծ 36 հատով չտանեք դնեք։ Փորձում է ժամանակ շահել, ինչքան կարող է գործընթացը ձգձգել, որպեսզի տեսնեն ինչ է լինում, գուցե կարողանան մի երեք ճարեն այս իրավիճակից, որ իրենք իրենց համար ստեղծել են, դուրս գան։ Երբ սկզբից Հայաստան դաշինքը բղավում էին պատգամավորներին, ասում են մի մտեք այս անլուրջ գործընթացի մեջ, այս անլուրջ գործընթացը, Նիկոլը վերջին հաշվով այս տանից ամեն ինչից թողնականա դուրս գալու, այ հենց այս պատճառով է։ Տեսակ ինչպես ամեն ինչը կարողացավ առնելից դեռ։ Գիտեք դա միջոցներից մեկն է, որ Նիկոլը օգտագործեց։ Դեռ տասնյակ ուրիշ միջոցներ ունի impeachment-ը, եթե այս սցենարով առաջ չգնա, ուրիշ սցենարով էլ առաջ գնա,
կարողանա դրան կասեցնել։ Նույնիսկ չեն գումարի նախաձեռնությունը դուրս գա։ Նիկոլը կարող է նույնիսկ ձևական մի հատ հրաժարական տված վարչապետին ինչպես է impeachment ներկայացնելու։ Այդ ամբողջ նախաձեռնությունը հիմնականում ձախողելու է եւ անիմաստ է դուրս գալու։ Հիմա մի հետարքի բան կայս մարդիկ վերջին ժողովրդին պատասխանատվության տակից խույս են տալիս, մի հատ նայեք իրենց հարցազրույցներում շարունակ ասում են, բա մենք երբ ենք ասել, որ փողոց կգեներացնենք մենք։ Իդեպ Նարեկն ասում է, որ Հայաստան դաշինքը այդ փողոց գեներացնելու փողոցի ճնշման պայմանից հետ անցել։ Այդպեսի բան չկա։ Կա մեկ հայտարարություն Հայաստան դաշինքի կողմից, երկրորդ հայտարարություն չի եղել։ Հայտարարությունը շատ հստակ է, այն կետերն է, որ հայտարարության մեջ գրված է նախապայմաններ։ Հիմա եթե պատգամավորները գնում են հարցազրույցների, հիմա այդպես հարցազրույցի ժամանակ մի կետ ավելի են կենտրոնանում, մյուս կետը չեն անդրադառնում, դա չի նշանակում, որ այդ նախապայմանից հրաժարվել են։ Փողոցի գեներացման նախապայմանը շարունակում է ուժի մեջ մնալ։ Հիմա ինչ են ասում, ասում են, «Էդ որ մեր վրա չի, բա դուք ինչ եք անում»։ Մի հատ նարայել կա այդ գնացել է ասում էր, «Բա դուք ինչ եք անում, փողոց գեներացրեք, պատգամավորների հետ խոսացեք, բոլորին բերեք»։ Նույն մարդիկ սրանից 2 ամիս առաջ ամեն ինչ ասում էին մենք անենք։ Մի հատ բացեք Նարեկ Մանյանի մարտի 24-ին 168 կետեմ ին տված հարցազրույցի հենց խորագիրը նայեք, միայն խորագիրը բավարարվեք, հարցազրույցը լսեք, լսեք։ Ամենտեղ ինչ ասում, փողոց երացնողներ կա, պատգամավորների հետ բանակցողներ կա, դուք միայն նախաձեռնությունը սկսեք փողոց գեներացնելն էլ ին վրա, ԿՊԱ-կաների հետ խոսելն էլ ին վրա։ Դա 2 ամիս առմոտապես 1 ամիս առաջվա, 1 ամիս ու կես առաջվա իրենց հայտարարություններն որ անում են։ 1 ամիս ու կեսվա ընթացքում միանգամից այդ բաժինը արդեն տակից փախան, ասեն, թե մեզ ի՞նչ կապ ունի մեկ փողոց գեներացնելը, մեզ ի՞նչ կապ ունի ԿՊԱ-կաների հետ խոսելը, բայց դուք ինչ եք անում, գնացեք խոսեք։ Բայց իրաց պարտականությունը միայն ինչն է, կանգնել այդտեղ, միայն ցեղարձակումներ անել ուրիշների հասցեին։ Իրենց պարտականությունը ամբողջ ընթացքում իրենց կատարած աշխատանք է եղել պատասխանատվությունը։ Նստեն եթերից եթեր գնան, ցեղարձակում անեն, կատապիլտից ասած հիմարությունները դուրս գան։ Իդեպ ասում են, որ մենք թիրախում Հայաստան դաշինքը չի, նախագահ Քոչարյանն չի։ Մի հատ վերցեք այս Նարեկ Մանյանի հայտարարությունները անցած տարվա, անցած փետրվարից հետո, երբ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց տվեց, բացեք, լսեք փետրվարի 18-ին։ Առաջինս կաթին մեղրը Նարեկը գցեց գետնին, որ հետո դրան հաջորդեց 2 նախագահների, այդպես աջակիցների հրետանակոծությունները եւ իրավիճակը եկավ հասավ։ Ամեն ինչը Նարեկը սկսեց եւ Նարեկն էլ գիտենք որտեղից է կապված եւ որտեղից ամեն ինչը սկսվեց։ Հետո ասում են մենք չենք թիրախավոր։ Միայն բացեք իրենց գրառումներն այ։ Միայն վերջին 2 հարցազրույցների ընթացքում Հայաստան դաշինքի 2 պատգամավորների անվանապես թիրախավորել է։ Մեկը Արմեն Ղազարյան, ուսում անուն ճիշտ ասեմ, Արմեն Ղազարյան, որը իդեպ հանդիպել էր Էդգար Ղազարյանի հետ, հետո մի հատ հարցազրույց էր տվել հրապարակին, անվանապես է վիրավորում, հետո էլ պատգամավորներից մեկին Պուդել է անվանում։ Դա վիրավորանք չի, բա ի՞նչ է։ Եթե դա վիրավորանք չի, բա ի՞նչ է։ Նախագահ Քոչարյանին է վիրավորում, որ իբր 3 հիմա հարցազրույցը որ մի հատ բացեմ, հետո նույնը կարդամ, որպեսզի սխալ բան չկարդամ, տեղեկություն սխալ չեն։ Ինչ էր գրել, երբ իմացա, որ նախագահ Քոչարյան ուրեմն հարցազրույց է տալու։ Գրել Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել իմպիչմենտի գործընթացը չլուսաբանող եւ դրա դեմ հրապարակումներ անող լրատվամիջոցներին։ Հիմա Ռոբերտ Քոչարյանը որ լրատվամիջոցներին հարցազրույց տվել՝ News.am, Politics.am, Yerevan Today եւ 5-րդ հեռուստաալիք։ Yerevan Today եւ հեռուստաալիքը 5-րդ հեռուստաալիքը հասկացանք, մի քիչ ավելի շատ է այսպես մակված։ Բայց օրինակ Politics.am-ում եթե Էդգար Ղազարյան չի գնացել ելույթ ունեցել, դա ցանկացած բան ասել է Politics.am-ում, չէ՞, լսարանա տրամադրել Politics.am-ը։ Միթե News.am-ում ձեր մասին լրատվությունը չի արտացոլվում բոլորովին ամբողջությամբ։ Էդգար Ղազարյանի հանդիպումները։ Հիմա պարապ չեն, որտեղ Էդգարը վազում է, հետևից վազեն գնան։ Բայց տեղեկությունները այնտեղ հրապարակվում է իմպիչմենտի բանի մասին։ Տեղեկությունները կա, գնացեք, բացեք, նայեք։ Բայց հիմա փոխարենը մյուս կողմը նայեն։ Օրինակ 168.am-ում դուք մի հատ հայտարարություն կտեսնեք իմպիչմենտի դեմ։ Մեկին լսարան տրամադրել են, որ գա այդտեղ իմպիչմենտի դեմ տրամաբանորեն խոսի կամ պատճառները ներկայացնի, հենց ընդդիմադիր պատգամավորներին, կամ live news-ը, կամ իմ անունները չտամ մյուս այդ հատուկ շրջանակի հետ կապված այդ լրատվամիջոցները, որոնք առավոտից գիշեր ողողված են ձեզնով։ Հիմա դժգոհում են, որ մյուսները իրենց տեսակետները չեն լուսաբանում, բայց հետո չեն նայում, որ իրենց լրատվամիջոցներն էլ չեն լուսաբանում։ Այդ լուսաբանելուց էս մարդիկ հասկանում միայն այն, որ մարդիկ միայն իրենց լսարան տրամադրեն, ուրիշին լսարան չտրամադրեն։ Միշտ օրինակ Politics.am-ը գոնե հավասարապես բոլորին լսարանը տրամադրել։ Դուք ինչ եք արել ձեր լրատվամիջոցներում։ Գոնե այնքան ազնիվ եղեք, հավասարապես բոլորին լսարան տրամադրեք, հետո եկեք նման դասացած քննադատություններ հնչեցրեք։
Ես մի հատ արագ անցնեմ եւ եթե ինչ-որ թեմա չի մնա, կարծեմ այս մասին խոսեցի, մի հատ չոստը գնահատական տալիս, օքեյ, նամակ են գրել, պահանջել են գործընթաց, օքեյ, սա մասին խոսեցի եւ մի հատ վերջի կետին էլ անդրադառնամ ու դրանով կարծեմ փոխենք։ Ուրեմն ես այդ Նարեկի եւ Վազգենի ուրեմն լայվերին ընդհանրապես վաղուց չեմ հետևում, գրել էի Facebook-ում էլ ունը չեմ կարող արտասանալ նույնիսկ անիմաս 4 ժամանակ, դա չեմ կարող պատկերացնել, որևիցե մեկը 4 ժամ կնստի դրանց հիմարությանը կլսի։ Դուք պատկերացնեք 4 ժամ նստել նման հիմարություններ լսել, հետո այդքան հազարավոր լայվ դիտումներ ավարտել։ Ես մտածում եմ, գիտեք, հենց այդ ռոբոտները, բաները, որ աշխատում են, կեղծ դիտումներ, գիտեք, ֆեյքեր կան, օրինակ 10 նոքի 10 հատ ֆեյք է պահում, այդ 10 հատ ֆեյքերով միանգամից միանում է սրանց կայքին, միանգամից 10 հատ դիտում ավելանում։ Մեոքին միակ այսպես են մարդիկ դիտում ապահովում։ Իչե, իսկապես չեմ կարող պատկերացնել, օրինակ եմ որ 1000 հատ մարդ կարող է միաժամանակ նստի 4 ժամ շարունակ 20 զառանցանքները լսի այդ իմարությունները, որ դուրս են տալիս։ Հիմա այդ ժամանակ ինձ կապ չունի։ Ես այն օրվանից որ հիմարություն դուրս տվեցի, որ իբր Բորիս Մորազին $500 տալի իր հարցազրույցում, մարդկանց որոնք հարցազրույցի են գնում իմոտ, գիտեք, աթեն այդտեղից բարձրացած մարդիկ որքան անուչ են, իջան ուղակի հայկական ժամանակի ու Նիկոլի Մակարդակի, քանի որ դե Նիկոլի նախկին ընկերներն են, Խարմազն Նարեկը, բոլորս գիտենք դե նույնն է, նույն դպրոցից են դուրս եկել բոլորն են, հավանաբար բնավորությամբ նույնն է։ Եվ ես այլևս չէին նայում իրենց, բայց հիմա այն օրը պատահաբար որտեղ ընկերներիցս մեկին զեշտեցեց, որ մեկ շաբաթ առաջ քո մասին խոսել են եթերում, Էդգար Ղազարյանն իրենց հյուրը եղել, մեկ շաբաթ անցել էր, ես չէի անդրադարձել դրան, փորձեցի գտնել այդ մի հատ հաղորդումը լսել, եւ հետո պատահաբար պարտավորվեցի մի հատ ասացի վերջին լսեմ, տեսեմ ինչ են խոսում։ Ու հիմա հետաքրքիր այդ վերջին հաղորդումից սկսեմ, որ մի հատ տղա կա Դավո անունով, հանրապետական, դրան նստացել են, իբր թե քրական գործի բանի են կանչել, ինչ որ գործ այն որ երեխայի տարելա կֆուրներ ասովորացել եթերում, դրա համար դատի են տվել։ Եվ հետո այս ամբողջ եթերը շուրջ կես ժամ այս մարդիկ խոսում են գողական աշխարհի մասին, ասում են գողերը լավն են, գողությունը լավն է, մաֆիան լավն է, ես ինչ գիտեմ, գողական աշխարհը շատ լավն է, այն օրվանից որ գողական աշխարհը վերածվեց մեր միջից, կամ փորձ կատարեց մենք այս վիճակի մեջ հայտնվեցինք, ամբողջ գողական աշխարհի, անցավոր աշխարհի գով կնա։ Մի տեսակ պատկերացնում եմ, որ Հայաստանը պիտի լինի, ես ինչ նախորդ դարվա կեսերի ես գիտեմ Իտալիայի Սիցիլիան, այդպեսի մի հատ պատկեր ստեղծվեց այդտեղ, մի օքել այդպես այդ կնքահոր Մարլոն Բրանդոյի այդ բանի նման նստի այդտեղ Դոն Կարլոոնեի նման բոլոր գալի ձեր կամպուրեն, ինքն էլ բոլոր խնդիրներ իմացած ձևով լուծի, ես մարդկանց պատկերացած հասարակություն է դա։ Եվ ամբողջ կես ժամ դրա մասին են խոսում, պատկերացնում եք։ Այսպեսի աղբով են լսնում ժողովրդին։ Հիմա պատկերացեք մարդիկ նստում են, դիտում են այս ամբողջը։ Ինձ համար շատ հետաքրքիր է, որ այդ հարցազրույցից ամիջապես հետո Ռուբեն Մելիքյանն էր լսել այդտեղ խոսում որպես իրավապաշտպան, իրավաբան։ Ես հարց եմ տվել, պատասխանել չեմ ստանում, հույսով եմ մի օր կստանամ։ Հավանաբար Ռուբեն Մելիքյանը մի քիչ ավելի շուտ պիտի եկած լիներ այդ եթերին, դուրս պիտի լսած լինի, կամ հետո լսած լինի։ Լսել այդ մարդիկ ինչեր են պաշտպանում։ Ինքը իրավաբան մարդ է, իրավունքի մարդ է, օրենքի մարդ է։ Հատիկ հաստատում այդ ամեն ինչը, որ իրանից կես ժամ առաջ նույն եթերի մեջ հրապարակվել է, խոսվել այդ ամենի մեջ։ Դիտը հաստատում է, ես ասելիք չունեմ, բայց դա չի հաստատում, կարծեմ պետք է լուրջ վերաբերվել։ Ցավում եմ, որ երեք նկատեցի Բագրատ Սրբազանն է գնացած մարդկանց եթերին։ Այդ մարդկանց ասածը որքանով է հաշվի քրիստոնեության սկզբունքներին։ Ես չեմ ուզում շատ թեմային խորանալ, հավանաբար ես գիտեք միշտ էլ ասում եմ Բագրատ Սրբազանը, ես կարծում եմ երբեմն ինչ-որ լավ խորհրդատուներ իր կողքին ունենա, որպեսզի խորհուրդներ տան։ Գիտեմ ինքն է շատերին ման որ այդ հաղորդումները չեն նայում, հավանաբար չի էլ հետևում այդ հաղորդումներին, չի էլ տեսել որ դրանից երկու օր առաջ ինչպեսի աղբա արտադրել եւ եթեր ուղարկել գողական աշխարհի մասին։ Դե իմ այդ լսարանին չենք օգտվել են, ես հենց կանամ, միա ասում եմ ցավ եմ արտահայտում, որ Բագրատ Սրբազան ամենայն հարգանքով որ իր հանդեպ ունեմ, այդ հաղորդմանը ուրեմն մասնակից էր դարձել։ Բայց հիմա այդ հաղորդման ժամանակ խոսել են իմ մասին, եւ Էդգար Ղազարյանը չի ելերքել, որ ինձ հետ հեռախոսային կապ ունեցել, եւ այնտեղ ասում հա Ռոբերտը այսպես ասել, բան ասեց, ապա մա պարսկայի տղա է, իդեպ դաշնակցական է, ես գիտեմ ինչա, մեր հաղորդումները նայում են, բան են անում եւ այսպիսի բաներ արտահայտում բան անում։ Ես ինձ հաղորդումները չեմ նայում, բայց վստահ եմ որ հաստատ իրենք նայում են իմ հաղորդումները, որտեղ Նարեկը ինչպես այդպես մատնանշեց, շատ լավ տեղյակ է որ ես ինչերի մասին եմ խոսում, ինչեր եմ իրար, ինչերի փաստեր եմ ներկայացնում, դրանց մասին ակնարկեց, ուրեմն հավանաբար իրենք լսում են իմ հաղորդումները, բայց ես հաստատ ասում եմ չեմ լսել, բացի այդ երկուս եւ այլևս չեմ լսել։ Բայց հիմա Էդգար Ղազարյանն ինչ էր ասում էր որ ասելա որ մենք պիտի համախմբեն գնանք ընտրությունների, այո, ես ասել եմ պիտի գնանք ընտրությունների, բայց ասել եմ պիտի նախապատրաստվենք, ես չեմ ասել ընտրությունները ամենալավ տարբերակն է, բայց այդ ասել եմ եւ շարունակում եմ ասել, եւ կշարունակեմ ասել, որ եթե պիտի իշխանապողության տարբեր տարբերակներ իրենց ռիսկերով
բաժանենք, իսկ դրա մասին հավանաբար մի շաբաթ կխոսեմ։ Ընտրություններ իմ տեսակետից ամենաքիչ ռիսկը պարունակող տարբերակն է իր ամբողջ ռիսկերով եւ վտանգներով, որ ունի այս պահի եւ ուրեմն որոշակի պատճառները դրանց համար։ Ես այդ եմ ասել ընդհանուր եւ պիտի նախապատրաստվեն, իզեպես որ Նիկոլն է նախապատրաստվում։ Բայց հետո մի կարևոր բան ասում, որտեղ այդ թեմային իրենք հաճախ են այս վերջերս անդրադառնում, փորձում են հարվածել, մի կողմից ասում են դաշնակցություն, այսպես այնպես մենք խնդիր չունենք, բայց նարեկ ասում են մեզի ինձ հետ չեն հանդիպել, ասում են մենք հանրային քննարկում չունենք, բայց կողմնակի դեր իրենց սովորած մեթոդներն է, սկսում են կողմնակիորեն շարունակաբար հարվածել դաշնակցությանը եւ մի հատ փաստ են առաջ քաշում, որ բայց ոնց եղավ որ 2018 թվականի ապրիլի 17-ին Դաշնակցություն ազգային ժողովում կողմ քվարկեց Սերժ Սարգսյանի վարչապետությանը, բայց ես գիտեմ մեկ շաբաթ անց մայիսի 1-ին կողմ քվարկեց Նիկոլ Փաշինյանի։ Բա տեսակ ոնց փոխեցիք, տեսակ ինչպես եղավ։ Կողմնակերեն ուզում են, այդպես ասած, հեղինակազրկելով կամ ինչ-որ բաներ ես կաշխեկով ապացուցելով ներկայացնել։ Մեկ անգամ միշտ այս թեման փակելու համար, որպեսզի չշարունակվի, քանի որ այդտեղ ասեցին Ռոբերտը դաշնակցական ու հետո փորձեցին այդպես առաջ քաշել թեման, ես այս թեման բացատրեմ ձեզ եւ դրանով իմ լայվը ավարտեմ։ 2018 թվականին ինչ տեղի ունեցավ։ Ապրիլի 17-ին վարչապետության տեխնացուր առաջադրվեց Սերժ Սարգսյանը։ Եվ այո, Հանրապետական կուսակցություն եւ Դաշնակցությունը կողմ են քվարկել Սերժ Սարգսյանի վարչապետությանը ապրիլի 17-ին, որ իդեպ ոչ փողոց կար, Նիկոլը նոր դեր սկսել էր, կացեմ նոր հասել էր Երևան։ Սկսել էր Գյումրիից քայլել մարտի 31-ին, նոր հասել էր Երևան, Երևանում ընդհանրապես մի 10-20 խանութ հավաքներ էր առավոտյան այստեղ այնտեղ գնում էր, այդպես դուս էին անում դռները փակում էին իրավա ճանապարհ չէին տալիս։ Այդ ժամանակ, այո, եղել է տեխնացու Սերժ Սարգսյան եւ պատճառաբանություններ, որ ներկայացվել է, Դաշնակցությունը գնացել է եւ որոշում ունեցել, որ կողմ կվարկի Սերժ Սարգսյանի վարչապետության, ունենալով իր բոլոր քննադատությունները, որոնց մասին ինքը ժամանակին միշտ էլ խոսել է համակարգային խնդիրների մասին եւ պատճառը մեջ խորանալ չգնամ որ իստեղ զրույցը երկարի։ Ինչ է տեղի ունենում մեկ շաբաթվա ընթացքում։ Մեկ շաբաթվա ընթացքում փողոց է գեներացվում, փողոցից գեներացվում է վարչապետի տեխնացու ու դառնում է Նիկոլ Փաշինյանը, ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս եւ մայիսի 1-ին երբ երկու շաբաթ անց ներողություն, ասեցի մեկ շաբաթ առաջ մեկից սխալվեցի, երկու շաբաթ անց երբ քվարկություն է տեղի ունենում, ազգային ժողովում այլևս Սերժ Սարգսյան չկար։ Անվստահության գործընթաց չի եղել ազգային ժողովում, որ լինի այսօրվա հետ հայմատել, այսինքն այնպես չի եղել, որ ապրիլի 17-ին կողմ են քվարկել Սերժ Սարգսյանին, հետո ասենք ես չտա մայիսի 1-ին 13 օր անց գնացել են իմպիչմենտի են մասնակցել, անվստահություն են հայտնել։ Բացառված այդպիսի բան չի եղել։ Սերժ Սարգսյանը չկար, հեռացել էր իշխանությունից, իշխանությունը հանձնել էր Կարեն Կարապետյանին, Կարեն Կարապետյանն էր փաստորեն ժամանակավոր վարչապետ եւ ազգային ժողովում կազմակերպվում է վարչապետի տեխնացուի ներկայացում կամ ընտրություն եւ եղել է միայն մեկ տեխնացու եւ Նիկոլ Փաշինյանն է եղել այդ միակ տեխնացու, որի դեպ ժողովրդի կողմից էր գեներացվել կեղծ կերպով արհեստական կերպով եւ Դաշնակցությունը փողոցի ճնշումը նկատի առնելով կողմ է քվարկել Նիկոլ Փաշինյանի վարչապետությանը։ Այդտեղ Սերժ Սարգսյանին անվստահություն հայտնելու բոլորովի խնդիր չի եղել։ Այսօր գործընթացը լրիվորեն այլ գործընթաց է։ Այսօր կա վարչապետ, ունի իր ձեռքում լծակներ, ամեն տեսակ այդ վարչապետի իմպիչմենտի գործընթացը կասեցնելու համար եւ լրիվորեն հայմատելի չի 2018 թվականի մայիսի 1-ի իրողության հետ եւ ոչ թե անվստահություն հայտնելու գործընթաց էր այդ օրը, այլ նոր վարչապետ ընտրելու գործընթաց էր եւ վարչապետ ընտրելու միակ տեխնացուն էլ Նիկոլ Փաշինյանն էր այդ օրը եւ ձայն են տվել վարչապետության Նիկոլ Փաշինյանի եւ տեսանք հետո մայիսի 8-ին էլ արդեն հանրապետականներն են միացել ձայնվել։ Դա այս գործընթացի այդ համեմատելը լրիվորեն անիմաստ է եւ ես կարծում եմ շատ այդպես ասած հետին նպատակ է հետապնդում, որ ես կառաջարկեմ այդ ուղղությամբ չգնալ։ Օրինակ համար ես ինձ համար մի զարմանալի է, եթե պիտի հանրապետականները մայիսի 8-ին ձայն տային Նիկոլ Փաշինյանի հրաժարականին, վարչապետության ինչ օրինակ մայիսի 1-ին ձայն չտվեցին։ Եթե օրինակ մայիսի 8-ը մեր Շուշի ազատագրման օրն էր, մեր պատմության մեջ հերոսական հաղթանակի օրն էր, եթե իրենք համարում են այդ օրը Նիկոլի Փաշինյանի ընտրելա պարտություն է, դե մայիսի 1-ին ձայն տային, որպեսզի գործը չքաշեն մայիսի 8-ին եւ այդ մեր հաղթանակի տոնը չկործանվեր։ Բայց հիմա այնպես տեղի ունեցավ, որ դա դարձավ մայիսի 8-ին եւ իմ ամեն անգամ երբ Շուշի ազատագրումն ենք հիշում, պիտի նաեւ հիշենք այդ հիմար օրը, երբ Նիկոլ Փաշինյանը առաջին անգամ ընտրվեց վարչապետի
վարչապետության պաշտոնին։ Ժողովուրդ, չերկարացնեմ, երկար խոսեցի, 1 ժամ տևեց։ Շնորհակալ եմ, որ հետևեցիք իմ լայվին, իսկ փորձեմ այս լայվերը շարունակել։ Ամեն դեպքում ասում եմ, որ այս մարդիկ մնացել են իրենց նախաձեռնության տակ եւ հաջորդ հաջորդի օրերի գործընթացները կարծեմ զարգացումները պարզ կդարձնի, թե այս մարդիկ իսկապես ինչ նպատակ են հետապնդում եւ ինչի են ձգտում, բայց մեկ անգամ եմ դիմում Նարեկին եւ Էդգարին, զգուշ եղեք ձեր հայտարարությունների մեջ, չափերը մի անցեք, որևիցե մեկը ձեզ մանդատ չի տվել, լիազորություն չի տվել ժողովրդի անունից հանդես գալու եւ պահանջատեր լինելու խորհրդարանական ընդդիմությունից, որին իդեպ դուք ընդհանրապես ձայն չեք տվել, ով խոսալու իրավունք ունի, բայց դուք առնվազն դուք երկուսդ, որ ոչ ընտրությունների եք մասնակցել, ոչ էլ ընտրել եք իրենց, առավել եւս պահանջատեր լինելու իրավունք չունեք եւ դադարեցեք այդ ոճով շանտաժի լեզվով անդիմադի պատգամավորների հետ խոսելը եւ այդպես ասած ձեզ որպես չափանիշ ներկայացնելը պայքարի համար եւ փորձել ասել ով ձեզ կողմը, այսինքն Նիկոլինը դեմ կամ ով ձեզ դեմ, ուրեմն Նիկոլի կողմը, այդպեսի բան չկա եւ դա կեղծ օրակարգ է, որ ձեր կողմից գեներացվում է եւ վստահ եմ, որ մեր ժողովուրդը գիտակից է, հասկանում է եւ հաջորդ ընդդիմությունները, որ կարծում եմ շատ ուշ լինելու, այս ամեն ինչի պատասխանը տալու է։ Իդեպ ժողովրդյան բոլորդ էլ գիտեք, վաղը նախագահ Քոչարյանի հարցազրույցն է լինելու, խնդրում եմ անպայման միացեք, վստահ եմ, որ շատերը հետ կմիանան, կդիտեք։ Ես կարծում եմ այդ հարցազրույցից հետո էլի լիքը մարդ վատանալու է, էլի նոր գործընթացներ են սկսվելու, կարող է պատահի այս ամեն ինչը որ ասեցի մինչև այս հարցազրույցի տվյալներով էր հարցազրույցից հետո հնարավոր է ինչ-որ բաներ մոտեցումների մեջ փոխվի, կարծում եմ շատ ավելի հստակեցումներ, գուցե լինի, չգիտեմ ինչ այդ բովանդակությունը, հարաճիկա շաբաթ գուցե կարծում եմ ավելի հստակ լինի այս գործընթացների մեջ խոսել, բայց կարծում եմ թե շաբաթը արժևում լինելու, այդ թե շաբաթը սկսվելու է հենց երկուշաբթի օրը նախագահ Քոչարյանի հարցազրույցով, բոլորս դիտենք եւ հետո դրա մասին կխոսենք։ Լավ մնացեք ժողովուրդ, շնորհակալ եմ, որ միացաք ինձ, դիտեցիք, որքան հնարավոր է տարածեք, որպեսզի եթե կիսում եք այս մտքերը, նաև ուրիշների համար հասանելի դառնան այս տեսակետները։ Լավ մնացեք, մինչև մի այլ հանդիպում։ Շնորհակալ եմ։